Մի 76-ամյա տատիկ թողնում է իր միայնությունը, տեղափոխվում է որդու տուն, հավատալով, որ նոր էջ է բացվում սիրով ու հոգատարությամբ լի։ Բայց կամաց-կամաց նա հասկանում է, որ մեկուսացվում է, վերահսկվում, վերաբերվում է որպես ծանր բեռի։ Տան ետի լքված այգում նա գտնում է դիմադրելու ուժը, սկսում է լուռ պայքարել իր ազատության համար։ Առավոտը բացվեց թռչունների երգով, խոհանոցից եկող քամած սուրճի բույրով։ Տիկին Հեղինեն նստեց անկողնու եզրին, նրա ոտաբոբիկ ոտքերը դիպչում էին հին, սառը տախտակամածի հատակին, որը ճռճռում էր նրա քաշի տակ։ 76 տարեկանում նրա յուրաքանչյուր շարժում մտածված էր, հաշվարկված, կարծես մարմինը թույլտվություն էր խնդրում, նախքան հնազանդվելը։ Նա շուրջբոլորը նայեց սենյակին, որը տարիներ շարունակ եղել էր իր ապաստանը, կեղապատված պատերը, մորից ժառանգած մուգ փայտե զգեստապահարանը, կոմոդը շրջանակված լուսանկարներով, որոնք պատմում էին տասնամյակների պատմություն։ Այդ տունը Դիլիջանում, իր հորտենզիաներով, վարդերով լի այգիով, եղել էր նրա ողջ կյանքի բեմը։ Բայց հիմա պատերը կարծես սեղմվում էին, լռությունը խլացնող էր, գիշերները չափազանց երկար էին դառնում։ Ամուսնու մահից հետո 5 տարի առաջ Հեղինեն սովորել էր ապրել միայնության հետ, բայց երբեք լիովին չէր ընտելացել։ Հարանների այցելությունները հազվադեպ էին, հին ընկերները ցրվել էին, առօրյան սահմանափակվում էր ծաղիկները խնամելուն, հեռուստացույց դիտելուն, հեռա խոսի զանգին սպասելուն։ Երբ նրա որդին, Մարտիրոսը, 3 շաբաթ առաջ զանգահարեց, առաջարկելով, որ նա գա ապրի իր հարսի Գայանեի 2 թոռների հետ հենց Դիլիջանում, բայց նորակառույց թաղամասում, Հեղինեն զգաց, թե ինչպես է սիրտը արագանում։ Դա վերսկսելու հնարավորությունն էր, որին նա այդքան սպասում էր։ Նա պատկերացնում էր իրեն, օգնելով տան խնամքին, թխվածքներ պատրաստելով թոռների համար, մասնակցելով ընտանեկան ճաշերին, կրկին իրեն օգտակար զգալով։ Միայնակ չարթնանալու, շուրջբոլորը ձայներ ունենալու, երեխաների չարաճճիություններից ծիծաղելու գաղափարը նրան հույսով լցրեց։ Մարտիրոսը հեռախոսով այնքան համոզիչ էր, այնքան քնքուշ։ Ասաց, որ կարոտում են իրեն, որ տղաները հարցնում էին իր մասին, որ տունը չափազանց մեծ է, որ իր ներկայությունը պետք է։ Ինչպես կարող էր մերժել։ Տեղափոխությունից առաջ ընկած օրերին Հեղինեն իր իրերը դասավորեց, կարոտախտի ակնկալիքի խառնուրդով։ Առանձնացրեց հագուստները, լուսանկարները դրեց կոշիկի տուփերի մեջ, զգուշորեն փաթաթեց թանկարժեք իրերը, որոնք հիշողություններ էին կրում։ Հարանուհին Տիկին Կարինեն եկավ օգնելու, նա հրաժեշտ տալու։ Մինչ նրանք փաթաթում էին ճենապակյա ափսեները, ընկերուհին որոշակի մտահոգությամբ մեկնաբանեց, թե արդյոք Հեղինեն վստահ է այդ որոշման մեջ, արդյոք չէր նախընտրում ուղեկից վարձել մնալ իր սեփական տանը։ Հեղինեն ժպտաց ասաց, որ ժամանակն է ընտանիքի կողքին լինելու, որ կարոտում է շփումը, որ արդեն չափազանց ծեր է միայնակ ապրելու համար։ Տեղափոխության օրը եկավ ամռան ամոթխած արով։ Մարտիրոսը հայտնվեց մի փոքր բեռնատարով 2 օգնականով։ Նա շտապում էր, անընդհատ ժամացույցին էր նայում, ասում էր, որ կեսօրին անելիքներ ունի։ Հեղինեն նկատեց շտապողականությունը, բայց նախընտրեց չմեկնաբանել։ Ի վերջո, նա այնտեղ էր, չէ՞։ Նա կատարում էր իր որդիական պարտքը։ Կահույքը արագ բեռնեցին, արկղերը կուտակեցին առանց մեծ խնամքի, մի քանի ժամվա ընթացքում տունը, որը տասնամյակներ շարունակ նրանն էր եղել, դատարկվեց, արձագանքելով նրա քայլերին, որպես լուռ հրաժեշտ։ Դեպի նոր տուն ճանապարհին Հեղինեն պատուհանից դիտում էր Դիլիջանի փողոցները, հին ճարտարապետությունը, խառնված առաջընթացին, տին պլանում, լեռները, ծառերի կանաչը։ Մարտիրոսը խոսում էր երթևեկության, աշխատանքի, վճարվելիք հաշիվների մասին, բայց քիչ էր հարցնում, թե ինչպես է նա իրեն զգում։ Հեղինեն լուռ լսում էր, սովոր լինելով շատ տեղ չզբաղեցնել խոսակցություններում։ Երբ հասան նոր թաղամաս, իր բարձր դարպասներով խնամված այգիներով տներով, նա սրտի կսկիծ զգաց։ Ամեն ինչ անանձնական էր թվում, հեռու, տարբեր այն ջերմությունից, որին նա սովոր էր։ Մարտիրոսի տունը մեծ էր, ժամանակակից, երկհարկանի ապակե ճակատով, որն արտացոլում էր երկինքը։ Գայանեն հայտնվեց դռան մոտ, ժպտալով, ամբասի սպիտակ գոգնոցով։ Նա Հեղինեին գրկեց քաղաքավարիորեն, բայց առանց ջերմության։ Թոռները, 12-ամյա Ռուբենը, 8-ամյա Մարինեն, բազմոցից ձեռքով արեցին, առանց վեր կենալու, աչքերը կպած իրենց բջջային հեռախոսներին։ Հեղինեն հիասթափություն զգաց, բայց միտքը հետ մղեց։ Բնական էր, մտածեց նա, այսօրվա երեխաները տարբեր էին, ավելի շատ կապված էկրաններին, քան մարդկանց։ Գայանեն ցույց տվեց նրան սենյակը։ Այն գտնվում էր տան հետնամասում, խոհանոցից այն կողմ, ծառայողական տարածք։Քի մոտ։
Այն փոքր էր, պատուհանով, որը նայում էր Հարանների պատին, առանց այգու տեսարանի։ Անկողինը պարզ էր, մեկտեղանոց, բարակ ներքնակով, որը ծածկված էր սպիտակ, անպատկեր սավաններով։ Կար մի նրբատախտակե զգեստապահարան, մահճակալի կողքի փոքր սեղան, պլաստմասե աթոռ։ Օդը խեղդող էր, բորբոսի մաքրող միջոցների հոտ էր գալիս։ Գայանեն ուսումնասիրված ժպիտով բացատրեց, որ այդ սենյակը նախկինում օգտագործվում էր որպես մառան, բայց որ ամեն ինչ դատարկել էին նրան ընդունելու համար։ Ասաց, որ շուտով վերանորոգումներ կանեն, ավելի լավ օդափոխիչ կտեղադրեն, վարագույրները կփոխեն։ Հեղինեն շնորհակալություն հայտնեց, ձացնելով, թե չի նկատում այն անհարմարավետությունը, որն արդեն սկսում էր տիրել։ Օգնականները արկղերը սենյակում բեռնաթափեցին ինչպես պատահի, կուտակելով դրանք պատի մոտ։ Հեղինեի կահույքը, այն, ինչ նա այդքան թանկ էր համարում, մնաց ավտոտնակում։ Մարտիրոսն ասաց, որ տանը տեղ չկա, որ դրանք պահելու համար ժամանակավոր տեղ է պետք, որ ավելի ուշ կլուծեն այդ հարցը։ Հեղինեն համաձայնեց, բայց նրա ներսում սկսեց աճել մի խուլ տխրուցի։ Իր իրերը, իր պատմությունը, մղվում էին անկյուններ, վերաբերվում էին որպես խոչընդոտ։ Այդ առաջին գիշեր Հեղինեն հազիվ էր քնում։ Ներքնակը անհարմար էր, սենյակը խեղդող էր, նույնիսկ բաց պատուհանով, տան ձայները տարօրինակ էին։ Նա լսում էր հյուրասենյակում հեռուստացույցի ձայնը, Մարտիրոսի Գայանեի ձայները, ցածր տոնով ինչ-որ բան քննարկելիս, թոռների երբեմնի ծիծաղը։ Նա իրեն զգում էր որպես անկոչ հյուր, մեկը, ով չէր պատկանում այդ տարածքին։ Մի քանի անգամ վեր կացավ, քայլեց մութ միջանցքով, բայց համարձակություն չունեցավ գնալ հյուրասենյակ։ Վերադարձավ սենյակ, նստեց անկողնու եզրին, պատուհանից նայելով մոխրագույն պատին, մտածելով, թե արդյոք սխալ է գործել։ Հաջորդ առավոտ արթնացավ վաղ, ինչպես միշտ արել էր ողջ կյանքում։ Գնաց խոհանոց, պատրաստ, օգնելու նախաճաշին, իրեն օգտակար դարձնելու։ Գայանեն արդեն այնտեղ էր, արագ արդյունավետ շարժումներով պատրաստելով նախաճաշը։ Երբ Հեղինեն օգնություն առաջարկեց, հարսը ժպտաց ասաց, որ պետք չէ, որ նա պետք է հանգստանա, օգտվի տանը ընտելանալուց։ Հեղինեն պնդեց, ասաց, որ սիրում է։ Ուտել պատրաստել, որ դա անհարմարություն չէ։ Գայանեն, պահպանելով ժպիտը, ավելի շեշտադրեց։ Ասաց, որ ամեն ինչ իր վերահսկողության տակ է, որ խոհանոցը փոքր է, երկու մարդը խանգարում են, որ Հեղինեն արժանի է հանգստանալու այնքան ժամանակ տունը միայնակ խնամելուց հետո։ Հեղինեն նստեց սեղանի մոտ, դիտելով։ Մարտիրոսը շտապով իջավ ներք, վերցրեց մի բաժակ սուրճ, համբուրեց նրա գլխի վերը առանց շատ խոսելու գնաց աշխատանքի։ Թոռները հայտնվեցին դեռս գիշերազգեստներով, վերցրեցին տոստեր վազելով վերադարձան իրենց սենյակներ։ Գայանեն մատուցեց Հեղինեի սուրճը, նստեց նրա դիմաց, դեռս ժպտալով։ Հարցրեց, թե արդյոք լավ է քնել, արդյոք սենյակը հարմարավետ էր։ Հեղինեն ստեց, ասաց, որ այո, ամեն ինչ հիանալի էր։ Գայանեն գոհ թված պատասխանից սկսեց խոսել տան առօրյայի, ճաշերի ժամերի, ներդաշնակությունը պահպանելու համար անհրաժեշտ կանոնների մասին։ Շաբաթներն անցնում էին, Հեղինեն օրինաչափություն նկատեց։ Նրա մասնակցելու բոլոր փորձերը նրբանկատորեն մերժվում էին։ Երբ նա առաջարկում էր լվանալ ամանները, Գայանեն ասում էր, որ նա խնդրում է անել իր ձով։ Երբ նա առաջարկում էր ուտել պատրաստել, լսում էր, որ հարսն արդեն պլանավորել է ճաշացանկը։ Երբ նա ուզում էր հավաքել հյուրասենյակը, նրան հիշեցնում էին, որ պետք է խնայեր իր էներգիան։ Յուրաքանչյուր մերժում ուղեկցվում էր ժպիտով, ողջամիտ արդարացումով, բայց արդյունքը նույնն էր։ Հեղինեին հեռացնում էին, անտեղի դարձնում։ Թոռների հետ շփումը նույնպես սահմանափակ էր։ Ռուբենը, Մարինեն ժամանակի մեծ մասն անցկացնում էին իրենց սենյակներում կամ դպրոցում։ Երբ տանն էին, զբաղված էին դասերով, էլեկտրոնային խաղերով կամ ընկերների հետ բջջային հեռախոսով զրույցներով։ Հեղինեն փորձում էր մոտենալ, հարցնում էր դպրոցի, ընկերների մասին, բայց պատասխանները միավանք էին, առանց իրական հետաքրքրության։ Գայանեն բացատրում էր, որ երեխաները շատ զբաղմունքներ ունեն, որ դժվար փուլում են, որ չպետք է անհանգստացնել։ Հեղինեն ընդունում էր, բայց սիրտը սեղմվում էր ամեն անգամ, երբ տեսնում էր թոռներին իր կողքով անցնելիս, կարծես անտեսանելի լիներ։ Մարտիրոսը իր հերթին ավելի ու ավելի էր հեռանում։ Աշխատանքից ուշ էր գալիս, լուրջ ճաշում էր, բողոքում հոգնածությունից բարձրանում սենյակ։ Հանգստյան օրերին միշտ պարտավորություններ կային, ընկերների հետ խորովածներ, զբոսանքներ, որոնց Հեղինեն հրավիրված չէր։ Երբ նա հարցնում էր, թե արդյոք կարող է գնալ իրենց հետ, Մարտիրոսն ասում էր, որ դա հոգնեցուցիչ կլիներ նրա համար, որտե
Հեռու է, որ ավելի լավ է մնալ տանը հանգստանալ։ Յուրաքանչյուր մերժումից Հեղինեն զգում էր, թե ինչպես է իր մի մասը անհետանում։ Հետնամասի սենյակը դարձավ նրա լուռ բանդը։ Նա ժամեր էր անցկացնում այնտեղ, նստած պլաստմասե աթոռին, պատին նայելով, փորձելով հասկանալ, թե ինչ էր պատահել վերսկսելու երազանքին։ Արկղերը դեռ կուտակված էին, շատերը նույնիսկ չբացված։ Երբ նա փորձեց դրանք դասավորել, նկատեց, որ իրեր էին պակասում։ Լուսանկարներ, որոնք նա վստահ էր, որ բերել էր, փոքրիկ թանկարժեք իրեր, մի քանի զարդեր, որոնք պահում էր թավշյա տուփի մեջ։ Հարցրեց Գայանեին, ով ասաց, որ ոչինչ չգիտի, որ հնարավոր է դրանք մնացել են հին տանը, որ հնարավոր է օգնականները կորցրել են։ Հեղինեն չպնդեց, բայց անվստահությունը սկսեց աճել։ Հենց այդ ժամանակ նա հայտնաբերեց այգին։ Մի օր, երբ քայլում էր տան հետնամասում, փորձելով փախչել սենյակի խեղդող մթնոլորտից, նա գտավ մի փոքրիկ լքված տարածք, լի մոլախոտերով, մի քանի ժանգոտ գործիքներով, անկյունում նետված։ Դա հողի մոռացված, անկենդան մի կտոր էր, բայց որն անմիջապես ինչ-որ բան արթնացրեց նրա մեջ։ Հեղինեն միշտ սիրել էր բույսերը, ողջ կյանքն անցկացրել էր ծաղիկներ մշակելով, ահա մի հնարավորություն, կրկին նպատակ ունենալու։ Թույլտվություն խնդրեց Գայանեից, ով անուշադիր համաձայնեց, ասելով, որ կարող է անել ինչ ուզում է այդ անկարոր անկյունում։ Հեղինեն սկսեց աշխատել այգում այնպիսի նվիրումով, որը զարմացրեց նույնիսկ իրեն։ Մոլախոտերը հանում էր ձեռքերով, փորում էր հողը, տնկում էր սածիլներ, որոնք գնում էր իր ունեցած քիչ գումարով։ Ամեն առավոտ վաղ էր արթնանում, անմիջապես գնում այնտեղ, զգալով ары դեմքին, հողը ձեռքերում, սկսվող ծաղիկների բույրը։ Հենց այնտեղ, հողի այդ փոքրիկ կտորի վրա, նա կրկին իրեն կենդանի, օգտակար, ներկա էր զգում։ Այգին դառնում էր նրա ապաստանը, միակ տեղը, որտեղ նրա որոշումները կարևոր էին, որտեղ նրա ներկայությունը տարբերություն էր ստեղծում։ Բայց նույնիսկ դա սկսեց կասկածի տակ դրվել։ Գայանեն բողոքում էր ջրի սպառումից, ասում էր, որ հաշիվը մեծանում է անընդհատ ոռոգման պատճառով։ Մարտիրոսը մեկնաբանում էր, որ Հեղինեն չափազանց շատ ժամանակ է անցկացնում արի տակ, որ կարող է վաց գալ, որ պետք է ավելի զգույշ լիներ։ Թոռները, երբ անցնում էին այգու կողքով, ոտք էին դնում ծաղիկների վրա, առանց նայելու, ստիպելով Հեղինեին ամեն ինչ նորից տնկել։ Յուրաքանչյուր քննադատություն քար էր, որ նետվում էր նրա հույսի լիճը, տխրության ալիքներ ստեղծելով, որոնք տարածվում էին նրա ողջ հոգում։ Ամիսներն անցնում էին, Հեղինեն ավելի ու ավելի էր իրեն զգում որպես ստվեր այդ տան ներսում։ Աշունը տեղի տվեց ձմռանը, դրա հետ եկավ մի ցուրտ, որը թափանցում էր ոսկորների մեջ, հատկապես հետնամասի սենյակում, որտեղ պատշաճ ջեռուցում չկար։ Նա խնդրեց Գայանեից լրացուցիչ ծածկոց, որը շաբաթներ տեց, մինչ նա հայթայթեց մի հին ու բարակ ծածկոց, ասելով, որ լավերը պահված են հիմնական սենյակների համար։ Հեղինեն փաթաթվում էր դրան սառը գիշերներին, դողալով, բայց առանց բողոքելու համարձակության։ Ճաշերը դարձան լուռ լարվածության մեկ այլ կետ։ Սկզբում Հեղինեն ճաշում էր ընտանիքի հետ ճաշասենյակի սեղանի մոտ, բայց աստիճանաբար նրան ուղղորդում էին ճաշել խոհանոցում։ Գայանեն ասում էր, որ դա ավելի գործնական է, որ այդպես Հեղինեն կարող է ինքն իրեն մատուցել իր ժամանակին, առանց սպասելու, որ բոլորը հավաքվեն։ Ճշմարտությունը, սակայն, ավելի դաժան էր։ Նրա ուտելիքը մատուցվում էր սառը, ընտանիքի կերածի մնացորդները, ավելի փոքր չափաբաժիններ, որոնք հազիվ էին հագեցնում նրա քաղցը։ Երբ Հեղինեն մեկնաբանեց, որ նիհարում է, Գայանեն պատասխանեց, որ դա լավ է, որ բժիշկները միշտ խորհուրդ են տալիս տարեցներին պահպանել քաշը վերահսկողության տակ։ Հեղինեն սկսեց նկատել, որ իր հարսը բացարձակ վերահսկողություն ունի տան վրա։ Ամեն ինչ անցնում էր Գայանեի միջով, ժամերը, գնումները, որոշումները, նույնիսկ խոսակցությունները։ Մարտիրոսը կարծես տիկնիկի էր վերածվել, համաձայնելով այն ամենին, ինչ ասում էր կինը, երբեք չհարցնելով, երբեք չընդունելով մոր կողմը։ Նրա մեջ մի սառնություն կար, որը Հեղինեն չէր ճանաչում։ Այն քնքուշ տղան, որին նա մեծացրել էր, ով վազում էր նրա գիրկը, երբ ծնկը վնասում էր, ով կյանքի մասին խորհուրդներ էր խնդրում, վերածվել էր անտարբեր մարդու, ում համբերությունը նրա նկատմամբ արագ սպառվում էր։ Մի կեսօր Հեղինեն փորձեց առանձին խոսել որդու հետ։ Սպասեց, մինչ նա աշխատանքից կգար, կանչեց նրան այգի, որտեղ ծաղիկները սկսում էին ամոթխածորեն բացվել։ Մարտիրոսը եկավ, բայց շտապով, ժամացույցին նայելով։ Հեղինեն համարձակություն հավաքեց ասաց, որ իրեն լավ չի զգում այդ իրավիճակում, որ կարոտում է ընտանիքին ավելի շատ մասնակցելը, որ սենյակը շատ խեղդող է, որ կցանկանար ավելի շատ շփում ունենալ թոռների հետ։
Մարտիրոսը անհամբեր հառաչեց, ձեռքով անցկացրեց դեմքին ասաց, որ նա անշնորհակալ է։ Հիշեցրեց, որ իրենք բացել էին տան դռները նրա համար, որ զոհողություն էին անում, որ նա պետք է ավելի շնորհակալ լիներ, փոխանակ բողոքելու։ Հեղինեն խոսքերը ապտակի պես զգաց։ Նա ներողություն խնդրեց, ասաց, որ չի ուզում բեռ լինել, Մարտիրոսը հեռացավ, ոչինչ չասելով։ Այդ օրվանից ինչ-որ բան փոխվեց։ Հեղինեն նկատեց, որ իրեն ավելի ուշադիր են հսկում։ Գայանեն ավելի հաճախ էր հայտնվում այգում, միշտ ինչ-որ պատրվակով, բայց ակնհայտորեն դիտելով, թե ինչ է անում նա։ Թոռներին հրահանգվել էր շատ չխոսել տատիկի հետ, Հեղինեն նկատում էր Գայանեի հայացքները, երբ Մարինեն փորձում էր մոտենալ։ Տան ստացիոնար հեռախոսը, որը հյուրասենյակում էր, սկսեցին կողպել պահարանում։ Գայանեն բացատրեց, որ դա խնայելու համար է, որ հա։ Շիվները բարձր են, բայց Հեղինեն գիտեր, որ դա նրան ավելի մեկուսացնելու համար էր։ Իր սեփական բջջային հեռախոսը, մի պարզ սարք, որը հազիվ էր կարողանում օգտագործել, կոտրվեց հատակին ընկնելուց հետո։ Հեղինեն Մարտիրոսին խնդրեց այն վերանորոգել կամ ուրիշը գնել, բայց նա միշտ պատրվակ ուներ։ Փող չուներ, վերանորոգումը թանկ էր, հետո կտեսներ դա։ Շաբաթներն անցան, բջջային հեռախոսը երբեք չփոխարինվեց։ Հեղինեն լիովին անջատված էր արտաքին աշխարհից։ Նա չէր կարող զանգահարել հին հարանուհուն, տիկին Կարինեին, չէր կարող օգնություն խնդրել, չէր կարող նույնիսկ իմանալ, թե արդյոք դեռ գոյություն ունի այդ պատերից դուրս։ Հենց այդ ժամանակ սկսեցին նրա իրերը ավելի ակնհայտորեն անհետանալ։ Ոսկե կրծքազարդը, որը գրել էր իր հարսանիքին, մոր նվերը, անհետացավ մահճակալի կողքի սեղանից։ Հեղինեն ամենուրեք փնտրեց, շրջեց սենյակը, հարցրեց բոլորին։ Գայանեն ասաց, որ նա հավանաբար կորցրել է, որ իր տարիքում սովորական է մոռանալ, թե որտեղ է պահում իրերը։ Մարտիրոսն առաջարկեց, որ հնարավոր է նա երբեք չի բերել կրծքազարդը, որ հնարավոր է շփոթում է։ Հեղինեն գիտեր, որ չի շփոթում, գիտեր հստակ, թե որտեղ էր դրել կրծքազարդը, բայց այն ձեթ, թե ինչպես էին նրան վերաբերվում, ստիպում էր նրան կասկածել իրեն։ Ուրիշ իրեր նույնպես անհետանում էին, արծաթե մատանի, հին լուսանկարներ, տատիկին պատկանող ասեղնագործ թաշկինակ։ Յուրաքանչյուր անհետացո։ Ուղեկցվում էր անորոշ արդարացումներով, խղճահար հայացքներով, այն առաջարկներով, որ նրա հիշողությունը ձախողում է։ Հեղինեն սկսեց իրեն զգալ կարծես խելագարվում էր։ Արդյոք նա իսկապես ամեն ինչ մոռանում էր։ Արդյոք նրա միտքը դավաճանում էր նրան։ Գիշերները միայնակ խեղդող սենյակում լուր լացում էր, կասկածի տակ դնելով իր սեփական առողջությունը։ Ֆինանսական վիճակը նույնպես մտահոգիչ դարձավ։ Մարտիրոսը խնդրեց նրան ստորագրել լիազորագիր, ասելով, որ դա կհեշտացնի նրա կենսաթոշակի ստացումը, որ այդպես ինքը կկարողանա ամեն ինչ լուծել նրա համար, առանց բանկ գնալու անհրաժեշտության։ Հեղինեն, վստահելով որդուն, ստորագրեց։ Այդ օրվանից նա այլս երբեք քաղվածք չտեսավ, այլս երբեք չիմացավ, թե որքան էր ստանում կամ ուր էր գնում իր գումարը։ Մարտիրոսը նրան շաբաթական փոքր գումարներ էր տալիս, ասելով, որ մնացածն օգտագործվում է տան ծախսերի իր մասը վճարելու համար։ Երբ Հեղինեն հարցականի տակ դրեց գումարը, նա ցույց տվեց ծախսերի ցուցակ, սնունդ, ջուր, լույս, դեղորայք։ Ամեն ինչ կարծես կլանում էր նրա ողջ կենսաթոշակը, նրա համար գրեթե ոչի։ Ինչ չթողնելով։ Հեղինեն սկսեց նկատել քողարկված մեկնաբանություններ այն մասին, թե որքան է ինքը արժենում ընտանիքին։ Գայանեն հառաչում էր դեղորայք տալիս, ասելով, որ դեղատունը ավելի ու ավելի թանկ է դառնում։ Մարտիրոսը բողոքում էր էլեկտրաէներգիայի հաշվից, ակնարկելով, որ դա իր սենյակում դրված հին օդափոխիչի պատճառով էր։ Թոռները լսում էին այդ խոսակցությունները, սկսեցին նայել տատիկին, խղճահարության անհարմարավետության խառնուրդով, կարծես նա բեռ լիներ, որը ընտանիքը դժվարությամբ էր կրում։ Հուզական մանիպուլյացիան ուժեղանում էր։ Գայանեն սկսեց մեկնաբանություններ անել Հեղինեի առողջության մասին թոռների ներկայությամբ, միշտ կեղծ մտահոգության տոնով։ Ասում էր, որ տատիկը մոռացկոտ է դառնում, որ երբեմն շփոթում է իրերը, որ պետք է համբերություն ունենալ նրա հետ։ Ռուբենը Մարինեն, ազդված այդ խոսքերից, սկսեցին վերաբերվել Հեղինեին, կարծես նա չափազանց փխրուն լիներ, ծերամիտ, անկարող։ Երբ նա փորձում էր պատմություններ պատմել անցյալից, թոռները աչքերը թարթում էին, ասելով, որ տատիկն արդեն 1000 անգամ պատմել է դա, նույնիսկ երբ դա առաջին անգամն էր։ Մեկուսացումը գրեթե ամբողջական էր։ Հեղինեն օրեր էր անցկացնում, ոչ ոքի հետ չխոսելով, բացի միավանք պատասխաններից։
Նրա փորձերը մասնակցելու խոսակցություններին ընթրիքի ժամանակ, այն հազվադեպ դեպքերում, երբ նա դեռ ճաշում էր ընտանիքի հետ, անտեսվում կամ ընդհատվում էին։ Գայանեն փոխում էր թեման, Մարտիրոսը նայում էր բջջային հեռախոսին, թոռները նույնիսկ գլուխները չէին բարձրացնում ափսեներից։ Հեղինեն սովորում էր լռությանը, անտեսանելիությանը, այն զգացողությանը, որ հնարավոր է ավելի լավ էր չգոյություն ունենալ։ Այգին շարունակում էր մնալ նրա միակ մխիթարությունը։ Այնտեղ ծաղիկների մեջ, որոնք նա նվիրումով խնամում էր, Հեղինեն դեռ զգում էր, որ արժեք ունի։ Խոսում էր բույսերի հետ, պատմում նրանց իր տխրությունները, ջրում էր դրանք արցունքներով, խառնված ջրին։ Վարդերը սկսում էին ծաղկել, հորտենզիաները գույն էին ստանում, հողի այդ փոքրիկ կտորը դառնում էր սրբավայր։ Բայց նույնիսկ դրան հարձակվեցին։ Մի օր Գայանեն հայտնվեց այգում լուրջ դեմքով։ Ասաց, որ պետք է խոսեն այդ մասին։ Բացատրեց, որ ջրի սփ. առումը անկայուն է, որ հաշիվը ավելի ու ավելի բարձր է գալիս, որ Հեղինեն պետք է նվազեցներ ոռոգումը կամ ամբողջությամբ դադարեցներ։ Հեղինեն փորձեց փաստարկել, որ քիչ ջուր է օգտագործում, որ զգույշ է, բայց Գայանեն վճռական էր։ Ասաց, որ եթե այդպես շարունակվի, ստիպված կլինեն վճարել հաշվի մի մասը նրա կենսաթոշակից, որ արդեն չափազանց թանկ է նրան այնտեղ պահելը։ Հեղինեն զգաց քողարկված սպառնալիքը համաձայնեց նվազեցնել ոռոգումը, նույնիսկ իմանալով, որ ծաղիկները կտուժեն։ Հաջորդ օրերին Հեղինեն անզոր դիտում էր, թե ինչպես են որոշ բույսեր թառամում ջրի պակասից։ Նա փորձում էր դրանք ջրել լուսաբացին, շշերում պահված ջրով, բայց դա բավարար չէր։ Յուրաքանչյուր մահացող ծաղիկ իր հետ տանում էր նրա հույսի մի կտոր։ Այգին, որը նրա ապաստանն էր, սկսում էր արտացոլել իր սեփական կյանքի վիճակը, անտեսված, լքված, դանդաղ մահվան թողնված։ Հենց այդ լուսաբացներից մեկի ժամանակ, երբ նա լուր ջրում էր բույսերը, Հեղինեն ձայներ լսեց հյուրասենյակից։ Պատուհանը կիսաբաց էր, խոսքերը պարզորոշ հասնում էին մինչ այգի։ Դա Մարտիրոսն ու Գայանեն էի։ Նխոսում, մտածելով, որ նա քնած է։ Հեղինեն դանդաղ մոտեցավ, սիրտը արագացած թաքնվեց պատի հետում լսելու։ Գայանեն խոսում էր պլանների, ստորագրվելիք թղթերի, այցելած կլինիկայի մասին։ Մարտիրոսը երկմտում էր, բայց կինը համոզիչ էր։ Ասում էր, որ դա լավագույն լուծումն է, որ Հեղինեն ծերամիտ է դառնում, որ շուտով չի կարողանա ինքն իրեն խնամել, որ ավելի լավ է գործել, մինչ վիճակը կվատանա։ Նրանք հիշատակեցին Հեղինեի հին տան մասին, սեփականության փաստաթղթերի մասին, մի ընկերության մասին, որին Գայանեն ճանաչում էր, որը հետաքրքրված էր հողամասը գնելով։ Խոսակցությունը հատվածական էր, բայց բավարար էր, որ Հեղինեն հասկանար։ Նրանք պլանավորում էին նրան ներս դնել վաճառել նրա տունը։ Հեղինեն զգաց, թե ինչպես է հողը անհետանում իր ոտքերի տակից։ Ոտքերը թուլացան, նա ստիպված էր հենվել պատին, որպեսզի չընկնի։ Ամեն ինչ հիմա իմաստ ուներ, մեկուսացումը, ֆինանսական վերահսկողությունը, մանիպուլյացիան նրան շփոթված անկարող թվալու համար։ Նրանք պատմություն էին կառուցում, ապացույցներ ստեղծում, որ նա ի վիճակի չէ ինքն իրեն խնամել, հող էին պատրաստում, վերցնելու այն ամենը, ինչ նա ուներ։ Տունը, որը կառուցել էր նրա ամուսինը, որտեղ նա մեծացրել էր իր որդուն, որտեղ անցկացրել էր իր ողջ կյանքը, կվաճառվեր, առանց նրա կողմից խոչընդոտվելու։ Նա դողալով վերադարձավ սենյակ, սիրտը անկանոն բաբախելով։ Նստեց անկողնում, թույլ տվեց արցունքներին թափվել, բայց այս անգամ դրանք միայն տխրությունից չէին։ Այնտեղ կար մի այլ բանի կայծ, մի բան, որը նա ամիսներ շարունակ չէր զգացել՝ զայրույթ։ Զայրույթ այն բանի համար, որ խաբվել էր, որ վստահել էր, որ թույլ էր տվել նրանց այդքան հեռու գնալ։ Բայց զայրույթի հետ եկավ նա վճռականություն։ Հեղինեն հասկացավ, որ եթե ոչ ինչ չանի, ամեն ինչ կկորցներ, իր տունը, իր արժանապատվությունը, իր սեփական ինքնությունը։ Ժամանակն էր դադարել զոհ լինելուց սկսել պայքարել։ Այդ գիշեր նա հազիվ քնեց։ Նրա միտքը կատաղի աշխատում էր, մտածելով հնարավորությունների, դաշնակիցների, դիմադրելու ուղիների մասին։ Առաջին անգամ ամիսներ շարունակ Հեղինեն կրկին իրեն կենդանի էր զգում։ Վախը դեռ կար, բայց հիմա այն ուղեկցվում էր նպատակով։ Նա դեռ չգիտեր, թե ինչպես դա կանի, բայց գիտեր, որ առանց պայքարի չէր հանձնվի։ Նրա պատմությունը այդպես չէր ավարտվի։ Մինչ արի առաջին ճառագայթը պատուհանից դիպչում էր այգուն, Հեղինեն որոշում կայացրեց։ Նա կսկսեր ամեն ինչ փաստաթղթավորել, օգնություն փնտրել, ելք գտնել այն ծուղակից, որը նրանք կառուցել էին իր շուրջը։ Հեղինեն այդ առավոտ արթնացավ այլ կերպ։
Ուսերին կրած բեռը դեռ այնտեղ էր, բայց հիմա այն ուղեկցվում էր մի պարզությամբ, որը նա վաղուց չէր զգացել։ Նա գիտեր, թե ինչ պետք է անի։ Մինչ տունը դեռ քնած էր, նա լուռ վեր կացավ, սկսեց փնտրել իր իրերի մեջ։ Պատին հենված արկղերից մեկի հատակում նա գտավ այն, ինչ փնտրում էր՝ հին, շագանակագույն կոշտ շապիկով տետր, որը տարիներ առաջ էր ստացել նվեր, երբեք չէր օգտագործել։ Դա կլիներ նրա գաղտնի օրագիրը, այն ամենի գրառումը, ինչ տեղի էր ունենում։ Նա նստեց պլաստմասե աթոռին, տետրը ծնկներին դողացող գրիչը ձեռքերում։ Որտեղից սկսել։ Նա որոշեց ամեն ինչ գրառել հենց սկզբից, այն օրվա ամսաթիվը, երբ եկել էր այդ տուն, նրան տված խոստումները, իմպրովիզացված սենյակը, անհետացած իրերը, խնամքի քողի տակ քողարկված նվաստացումները։ Նա գրեց լիազորագրի մասին, որը ստորագրել էր, առանց լիովին հասկանալու, աստիճանական մեկուսացման մասին, այն խոսակցության մասին, որը լսել էր նախորդ գիշեր։ Թղթի վրա յուրաքանչյուր բառ ապացույց էր, նրա պարզամտության վկայություն, զենք նրանց դեմ, ովքեր փորձում էին նրան շփոթված թվալ։ Նա տետրը թաքցնում էր հին զգեստապահարանում հայտնաբերված կեղծ հատակում։ Հատակի փայտը թուլացած էր, այն քաշելիս բացահայտվում էր մի փոքր տարածք կահույքի պատի մեջ։ Դա կատարյալ էր։ Այնտեղ նա սկսեց պահել նա այն քիչ թղթերը, որոնք կարողանում էր փրկել, հին անդորրագրեր, աղբարկղում գտած փաստաթղթերի պատճեններ, փոքրիկ գրառումներ ծախսերի մասին, որոնք իմաստ չունեին։ Նա կառուցում էր իր գաղտնի արխիվը, իր ապացույցների գրադարանը։ Բայց Հեղինեն գիտեր, որ նրան ավելին է պետք, քան թղթերը։ Նրան պետք էին դաշնակիցներ, մարդիկ, ովքեր կհավատային իրեն, ովքեր կտեսնեին Գայանեի կողմից նկարված փխրուն շփոթված տիկնոջ կերպարից այն կողմ։ Հենց այդ ժամանակ նա սկսեց ուշադրություն դարձնել տան շուրջ գտնվող մարդկանց։ Կար տնային տնտեսուհին, Ծիրանույշը, մի 40-ից անց սամորթ կին, ով շաբաթական 3 անգամ էր գալիս։ Նա միշտ քաղաքավարի էր Հեղինեի հետ, հարգանքով էր վերաբերվում նրան, ի տարբերություն այլոցից ստացած հովանավորող տոնի։ Երբ Գայանեն մոտակայքում չէր, Ծիրանույշը խոսում էր նրա հետ, հարցնում, թե ինչպես է, լսում նրա պատմությունները, առանց շտապելու։ Մի օր, երբ Ծիրանույշը մաքրում էր խոհանոցը, Հեղինեն ծածնում էր, թե շորեր է դասավորում ծառայողական տարածքում, նրանք մենակ մնացին։ Հեղինեն համարձակություն հավաքեց, սկսեց պատահական խոսակցություն, մեկնաբանելով, թե որքան մեծ էր տունը, թե որքան դժվար պետք է լիներ ամեն ինչ մաքուր պահելը։ Ծիրանույշը համաձայնեց, աստիճանաբար սկսեց խոսել ընտանիքի մասին։ Ասաց, որ որոշ բաներ է նկատում, որ երբեմն խոսակցություններ է լսում, որ տարօրինակ է համարում, թե ինչպես են վերաբերվում տիկին Հեղինեին։ Ավելին չասաց, բայց այն հայացքը, որ փոխանակեցին, բավարար էր։ Հեղինեն գտել էր հնարավոր դաշնակից։ Կար նա այգեպանը, պարոն Հարությունը, մի սպիտակ մազերով տղամարդ, ով ամեն ամիս էր գալիս Արջի այգին խնամելու։ Հեղինեն նրան հեռվից էր տեսնում, բայց երբեք իրականում չէին խոսել։ Մի օր, երբ նա հետնամասում խնամում էր իր ծաղիկները, նա հայտնվեց ծառայողական տարածքից գոռացիկ փնտրելու։ Կանգ առավ, տեսնելով իր մշակած փոքրիկ այգին, հիացական մեկնաբանություն արեց վարդերի մասին։ Հեղինեն ժպտաց, իրեն ամիսներ շարունակ առաջին անգամ տեսանելի զգալով։ Նրանք սկսեցին խոսել բույսերի, մշակման տեխնիկայի մասին, պարոն Հարությունը բացահայտեց, որ նախկինում եղել է քննիչ, թոշակի անցած 10 տարի առաջ։ Տեղեկությունը լույս վառեց Հեղինեի մտքում։ Հնարավոր է նա կարողանար օգնել նրան, երբ ժամանակը գար։ Բայց նրա ամենաանհավանական դաշնակիցը եկավ հենց տան ներսից։ Մարինեն, 8-ամյա թոռնուհին, սկսեց այլ հետաքրքրություն ցուցաբերել տատիկի նկատմամբ։ Հնարավոր է դա տարիքի պատճառով էր, այն փուլը, երբ երեխաները սկսում են հարցականի տակ դնել իրենց շրջապատող աշխարհը, բայց աղջիկն ավելի շատ սկսեց դիտել, նկատել անհամապատասխանություններ այն բանում, ինչ ասում էին ծնողները։ Մի կեսօր Մարինեն առանց նախազգուշացման մտավ Հեղինեի սենյակ, մի բան, որը նա երբեք չէր արել նախկինում։ Նստեց անկողնուն, նայեց տատիկին իր մեծ ու հետաքրքրասեր աչքերով։ Տատիկ, հարցրեց Մարինեն լռությունից հետո, ինչու ես միշտ այստեղ։ Միայնակ մնում։ Հեղինեն զգաց, թե ինչպես է սիրտը սեղմվում։ Նա չէր ուզում աղջկան ծնողների դեմ դնել, բայց նա չէր կարող ստել։ Զգուշորեն պատասխանեց, ասելով, որ երբեմն մարդիկ միայնակ են մնում, նույնիսկ մարդաշատ տանը լինելով, որ երբեմն չեն կարողանում ընտանիքի մաս կազմել, ինչպես կուզենային։ Մարինեն հոնքերը կնճռեց, մտածելով։ Ասաց, որ մայրը միշտ ասում էր, որ տատիկը հոգնած է, որ լռություն է պետք, բայց որ նա միայնակ է թվում, ոչ թե հոգնած։
Երեխայի ընկալումը զարմացրեց Հեղինեին։ Այդ օրվանից Մարինեն սկսեց ավելի հաճախ այցելել նրան, միշտ, երբ Գայանեն զբաղված էր։ Նա նկարներ էր բերում ցույց տալու, պատմում էր դպրոցի մասին, հարցեր էր տալիս անցյալի մասին։ Հեղինեն քնքշությամբ էր պատասխանում, բայց միշտ ուշադիր, երբեք վատ չխոսելով ծնողների մասին, միայն պատմություններ պատմելով, թե երբ էր ինքը երիտասարդ, թե երբ էր Մարտիրոսը երեխա։ Նա սերմեր էր ցանում, իրական կապ էր կառուցում թոռնուհու հետ, կամուրջ ստեղծելով, որը կարող էր վճռորոշ լինել ապագայում։ Ռուբենը, ավագը, տարբեր էր։ Նա դեռահասության շրջանում էր լիովին կլանված իր սեփական աշխարհով։ Հազիվ էր նկատում տատիկին, վերաբերվում էր նրան այն անտարբերությամբ, որը բնորոշ է նրանց, ովքեր չեն ուզում անհանգստացվել։ Բայց Հեղինեն նկատեց, որ տղան բարի սիրտ ուներ, պարզապես աստված էր ծնողներից։ Մի անգամ նա լսեց, թե ինչպես էր Գայանեն Ռուբենին ասում, որ տատիկը առավոտյան մոռացել է նրա անունը, հորինելով մի իրավիճակ, որը երբեք չէր պատահել։ Տղան անհարմար թվաց, բայց չհարցականի տակ դրեց։ Հեղինեն դա սրտում պահեց, իմանալով, որ ի վերջո պետք է հերքեր այդ ստերը։ Հարանուհիներս մեկ հնարավորություն էին։ Կար մի տիկին փողոցի մյուս կողմում, տիկին Անահիտը, ում Հեղինեն երբեմն տեսնում էր մայթին բույսերը ջրելիս։ Նրանց հայացքները խաչվում էին, միշտ քաղաքավարի գլխով անել կար։ Մի օր Հեղինեն հետնամասի այգում էր, երբ պատի մյուս կողմից ձայներ լսեց։ Դա տիկին Անահիտն էր, խոսելով մեկ այլ հարանուհու հետ Մարտիրոսի ընտանիքի մասին։ Նրանք մեկնաբանում էին, թե ինչպես էր սկեսուրը տեղափոխվել այնտեղ, թե որքան երջանիկ պետք է լիներ խեղճ կինը, ընկերակցություն ունենալու համար։ Հեղինեն լուռ մնաց։ Լսելով հասկացավ, որ հարանուհիները չգիտեն ճշմարտությունը։ Արտաքին աշխարհի համար ամեն ինչ նորմալ էր թվում։ Նա որոշեց, որ պետք է հնարավորություններ ստեղծեր, տեսանելի լինելու համար։ Սկսեց ավելի շատ ժամանակ անցկացնել Արջի այգում, երբ հնարավոր էր, խնամելով այն բույսերը, որոնք պարոն Հարությունն էր պահում։ Ձեռքով էր անում անցնող հարաններին, փոքրիկ խոսքեր էր փոխանակում, իրեն ներկա էր դարձնում։ Գայանեն չէր սիրում դա, ասում էր, որ նա պետք է ավելի շատ տանը մնար, որ ары վտանգավոր է, բայց Հեղինեն քաղաքավարիորեն պնդում էր։ Նրան պետք էր, որ մարդիկ իմանային, որ նա գոյություն ունի, որ նա այնտեղ է, որ նա իր սեփական կյանքն ունի։ Մինույն ժամանակ նա շարունակում էր իր փաստաթղթավորման աշխատանքը։ Յուրաքանչյուր տարօրինակ խոսակցություն, որ լսում էր, յուրաքանչյուր անհետացող իր, գումարի յուրաքանչյուր չտրամադրված չափը, ամեն ինչ գնում էր տետրի մեջ։ Նա սկսեց հավաքել ֆիզիկական ապացույցներ։ Երբ աղբարկղում կարոր թուղթ էր գտնում, պահում էր։ Երբ Գայանեն բանկային քաղվածք էր թողնում սեղանին, նա անգիր էր ան։ Ում թվերը, մինչ այն կպահվեր։ Նա կառուցում էր մի ամբողջական դոսիե այն ամենի մասին, ինչ արվում էր իր դեմ։ Տան իրավիճակը շարունակում էր վատթարանալ։ Մարտիրոսն ավելի ու ավելի անհամբեր էր դառնում, Հեղինեի ցանկացած խնդրանք ընդունվում էր հառաչանքներով աչքերը թարթելով։ Գայանեն ուժեղացրեց վերահսկողությունը, հիմա հարցականի տակ դնելով նույնիսկ այն, թե երբ էր Հեղինեն լոգանք ընդունում, ասելով, որ չափազանց երկար լոգանքները շատ ջուր էներգիա են ծախսում։ Ուտելիքը շարունակում էր գալ փոքր սառը չափաբաժիններով։ Սենյակը մնում էր խեղդող, առանց խոստացված բարելավումների։ Բայց Հեղինեն լուռ դիմանում էր ամեն ինչին, գրառելով յուրաքանչյուր նվաստացում, յուրաքանչյուր բռնություն, քողարկված խնամքի տակ։ Մի գիշեր, երբ բոլորը քնած էին, Հեղինեն միտք ունեցավ։ Նրան պետք էին կարոր փաստաթղթերի պատճեններ, հատկապես այն լիազորագրի, որը ստորագրել էր, հին տան թղթերի։ Նա գիտեր, որ Մարտիրոսն ամեն ինչ պահում էր իր գրասենյակում, վերին հարկի մի փոքրիկ սենյակում, ուր նա երբեք չէր մտնում։ Դա ռիսկային էր, բայց անհրաժեշտ։ Նա սպաս։ Եց մինչ համոզվեց, որ բոլորը խոր քնած են, ապա զգուշորեն բարձրացավ աստիճաններով, խուսափելով ճռճռացող աստիճաններից։ Գրասենյակը մութ էր, լուսավորված միայն լուսնի լույսով, որը ներթափանցում էր պատուհանից։ Հեղինեն դողում էր, սիրտը այնքան ուժեղ էր բաբախում, որ նա վստահ էր, որ ամբողջ տունը կարթնացներ։ Բայց նա շարունակեց։ Գտավ արխիվը, դանդաղ բացեց, սկսեց փնտրել։ Ահա դրանք էին՝ լիազորագիրը, Դիլիջանի տան փաստաթղթերը, բանկային քաղվածքները, որոնք ցույց էին տալիս նրա կենսաթոշակի մուտքագրումը, այնուհետ փոխանցումը, ծախսերի անդորրագրեր, որոնք նա երբեք չէր արել։ Նա չէր կարող վերցնել բնօրինակները, դա անմիջապես կնկատվեր։ Այդ իսկ պատճառով նա օգտագործեց Մարտիրոսի հին բջջային հեռախոսը, սեղանին մոռացված փաստաթղթերը լուսանկարելու համար։
Նա լավ չգիտեր, թե ինչպես օգտագործել այդ սարքերը, բայց կարողացավ մի քանի դողացող լուսանկար անել, որոնք գոնե ցույց էին տալիս կարևոր տեղեկությունները։ Ամեն ինչ ճիշտ այնպես դրեց իր տեղը, ինչպես կար, իջավ աստիճաններով, սիրտը դեռ արագացած։ Վերադառնալով սենյակ, նա թաքցրեց իր անգիր առած տեղեկությունները տետրի մեջ, գրառելով լուսանկարների յուրաքանչյուր մանրուք, մինչ մոռանալը։ Նա իրեն զգում էր որպես լրտես իր սեփական ընտանիքում, բայց դա անհրաժեշտ էր։ Նրան պետք էին այդ ապացույցները, երբ գործելու ժամանակը գար։ Օրերը վերածվեցին շաբաթների, Հեղինեն շարունակում էր իր լուռ դիմադրությունը։ Արտաքնապես հնազանդ, ամեն ինչին համաձայնող, բայց ներսից զինվում էր, պատրաստվում։ Նա ամրապնդում էր իր կապերը Սիրանույշի հետ, ով ավելի ու ավելի էր ցույց տալիս, որ նրա կողքին է։ Ավելի շատ էր խոսում պարոն Հարությունի հետ, երբ նա գալիս էր, միշտ նրբորեն հիշատակելով իր որպես քննիչի փորձը, ստիպելով նրան հասկանալ, առանց ուղղակիորեն ասելու, որ կարող է օգնության կարիք ունենալ։ Նա պահպանում էր կապը Մարինեի հետ, ով ավելի ու ավելի էր հարցականի տակ դնում ծնողների պահվածքը։ Հենց Սիրանույշն էր նրան պատմել կլինիկայի մասին։ Տնային տնտեսուհին լսել էր Գայանեին հեռախոսով, այցելություն նշանակելիս, խոսելիս հոսպիտալացման, անհրաժեշտ թղթերի մասին։ Հեղինեն զգաց, թե ինչպես է ցուրտը տարածվում իր ողնաշարով։ Լանն արագանում էր։ Նա պետք է շուտ գործեր, բայց դեռ չգիտեր, թե ինչպես։ Նա ուներ ապացույցներ, ուներ մի քանի դաշնակիցներ, բայց ինչպես կարող էր 76-ամյա տիկինը, մեկուսացված առանց միջոցների, դիմակայել իր սեփական ընտանիքին։ Պատասխանը եկավ անսպասելիորեն։ Տիկին Անահիտը, Հարանուհին, մի առավոտ զանգահարեց, տորտ բերելով։ Գայանեն նրան քաղաքավարիորեն ընդունեց, կանչեց Հեղինեին, ողջունելու։ Երկու տիկինները նայեցին միմյանց, ինչ-որ բան անցավ նրանց միջով, լուռ ըմբռնում։ Տիկին Անահիտը մեկնաբանեց, որ օրեր շարունակ չէր տեսել Հեղինեին, որ անհանգստացած էր։ Գայանեն պատասխանեց, որ նա լավ է, պարզապես շատ է հանգստանում։ Բայց տիկին Անահիտի աչքերը ասում էին, որ նա լիովին չէր հավատում։ Երբ Հարանուհին հեռացավ, Հեղինեն հասկացավ, որ ունիս մեկ պոտենցիալ դաշնակից։ Մեկը դրսից, մեկը, ով Գայանեի վերահսկողության տակ չէր, մեկը, ով կարող էր օգնել նրան, երբ անհրաժեշտ լիներ։ Կտորները դանդաղ, բայց համընկնում էին։ Հեղինեն գիտեր, որ նրան պետք կլինի քաջություն, կատարյալ ժամանակացույց, շատ հաջողություն։ Բայց առա Ճին անգամ այն օրվանից, երբ եկել էր այդ տուն, նա զգում էր, որ հույս կա։ Դա հեշտ չէր լինի, բայց նա անհնար չէր։ Եվ նա պատրաստ էր պայքարել մինչ վերջ։ Գարունը եկավ, իր հետ բերելով նորացման կեղծ զգացում։ Հեղինեի այգու ծաղիկները ուժով ծաղկում էին, վառ գույներով, որոնք հակադրվում էին այն մթությանը, որը տիրում էր նրա կյանքում այդ տան ներսում։ Բայց օդում ինչ-որ բան էր փոխվում, աճող լարվածություն, որը նա զգում էր այն ձով, թե ինչպես էր Գայանեն դիտում նրան, այն հայացքներում, որոնք մարտիրոսն էր նետում, երբ մտածում էր, որ նա չի տեսնում։ Նրանց կազմած պլանը մոտ էր իրականացմանը, Հեղինեն կարող էր զգալ։ Դա սեպտեմբերյան մի առավոտ էր, երբ ամեն ինչ սկսեց արագանալ։ Հեղինեն այգում էր, երբ խոհանոցից բարձրացած ձայներ լսեց։ Նա դանդաղ մոտեցավ, ճանաչեց Մարտիրոսի ձայնը հեռախոսով, ինչ-որ մեկի հետ խոսելիս տնային բժշկական գնահատման մասին։ Ասում էր, որ իր մայրը ծերամտության հստակ նշաններ է ցուցաբերում, որ մոռանում է իրերը, որ շփոթում է փաստերը, որ գնահատում է պետք տեսնելու համար, թե արդյոք ի վիճակի է ինքն իրեն Ամել։ Հեղինեն զգաց, թե ինչպես է արյունը սառչում։ Նրանք բժիշկ էին կանչում, կառուցելու այն եզրակացությունը, որը նրանց պետք էր նրան հոսպիտալացնելու համար։ Նա դողացող ոտքերով վերադարձավ սենյակ, ամեն ինչ գրեց օրագրում։ Նա գիտեր, որ պետք է շատ զգոն լիներ, երբ այդ բժիշկը հայտնվեր։ Նա չէր կարող որևէ պատճառ տալ, որպեսզի ասեին, թե շփոթված է։ Նա պետք է ցույց տար լիակատար պարզամտություն, կատարյալ հիշողություն, լիարժեք կարողություն։ Հաջորդ օրերն անցկացրեց միտքը մարզելով, հիշելով ամսաթվեր, անուններ, իրադարձություններ։ Նա պատրաստվում էր մի ճակատամարտի, որը գիտեր, որ վճռորոշ կլիներ։ Բժիշկը եկավ մի անձրոտ 5 շաբթի։ Նա միջին տարիքի տղամարդ էր, ակնոցով սպայուսակով, որին Գայանեն ընդունեց չափազանցված ժպիտներով։ Հեղինեն հյուրասենյակում էր, նստած բազմոցին, որտեղ հազվադեպ էր թույլատրվում նստել։ Բժիշկը քաղաքավարիորեն ողջունեց նրան, ասաց, որ մի քանի պարզ հարցեր կտա, պարզապես գնահատելու համար, թե ինչպես է նրա առողջությունը։
Հեղինեն ամեն ինչին պարզորոշ պատասխանեց, իր ծննդյան ամսաթիվը, որդու լրիվ անունը։ Թոռներին, հին տան հասցեն, պատմական իրադարձությունները, մաթեմատիկական հաշվարկները։ Նա ոչինչ չսխալվեց։ Նա նկատեց հիասթափությունը Գայանեի դեմքին, երբ բժիշկը գոհունակ շարժումով փակեց իր գրատախտակը։ Հարսը փորձեց միջամտել, ասելով, որ Հեղինեն վատ օրեր է ունենում, որ երբեմն շատ շփոթված է լինում, որ դա լավ օր էր։ Բժիշկը լսեց, բայց ասաց, որ իր կատարած գնահատման համաձայն, տիկին Հեղինեն իր տարիքի համար գտնվում էր կատարյալ մտավոր վիճակում։ Գայանեն պնդեց, խնդրեց, որ նա վերադառնա մեկ այլ օր, բայց բժիշկն ասաց, որ անհրաժեշտ չէ, որ նա լավ է։ Նրա հեռանալուց հետո մթնոլորտը լարվեց։ Մարտիրոսն ու Գայանեն փակվեցին սենյակում, Հեղինեն լսեց խուլ վեճը պատի միջով։ Բայց այդ ճակատամարտում պարտությունը նրանց չստիպեց հանձնվել։ Նրանք պարզապես փոխեցին ռազմավարությունը։ Սկսեցին ուժեղացնել այն պատմությունը, որ Հեղինեն վտանգավոր է իր համար։ Գայանեն հարաններին տարածեց, որ սկեսուրը վառարանը միացրած է թողել, մի բան, որ երբեք չէր պատահել, քանի որ Հեղինեն նույնիսկ մուտք չուներ խոհանոց, ուտել պատրաստելու համար։ Մարտիրոսը անոթներին պատմեց, որ մայրը մենակ դուրս գալիս կորել է փողոցում, մեկ լիակատար սուտ, քանի որ Հեղինեն երբեք առանց հսկողության դուրս չէր գալիս։ Նրանք կառուցում էին անկարողության հանրային կերպար, որը չէր համապատասխանում իրականությանը։ Հենց այդ ժամանակ Հեղինեն հասկացավ, որ իր իրերը մանիպուլյացիայի են ենթարկվում, իրավիճակներ ստեղծելու համար։ Նա իր սենյակում միացրած արթուկ գտավ, երբ վստահ էր, որ չէր օգտագործել այն։ Նա իր անկողնու վրա շահված դեղեր գտավ, սրվակներից դուրս, կարծես սխալ էր ընդունել։ Նա հասկացավ, որ նրանք տեսարաններ էին բեմադրում, կեղծ ապացույցներ ստեղծելով, հոսպիտալացումն արդարացնելու համար։ Նրա զգացած սարսափը խորն էր, բայց նա ստիպեց նրան հասկանալ, որ ժամանակը սպառվում է։ Նա պետք է շուտ գործեր։ Հենց Սիրանույշն էր նրան բերել վերջնական տեղեկությունը։ Տնային տնտեսուհին, ավելի ու ավելի անհանգստացած այն ամենից, ինչ տեսնում էր, սկսել էր ուշադրություն դարձնել խոսակցություններին անփութորեն թողնված փաստաթղթերին։ Մի կեսօր, երբ մաքրում էր գրասենյակը, նա սեղանին թղթեր գտավ։ Դրանք Հեղինե Իհին տան վաճառքի նախնական պայմանագրեր էին, մասնավոր հանգստի կլինիկայի փաստաթղթեր ընդլայնված լիազորագիր, որը Մարտիրոսին կտար մոր բոլոր ունեցվածքի լիակատար վերահսկողությունը։ Սիրանույշը ամեն ինչ լուսանկարեց իր բջջային հեռախոսով, երբ նրանք մենակ մնացին, ցույց տվեց Հեղինեին։ Հեղինեն արցունքն աչքերին նայեց այդ փաստաթղթերին։ Ահա այնտեղ էր, սով սպիտակի վրա, այն ամենի հաստատումը, ինչ նա կասկածում էր։ Տունը կվաճառվեր մի ընկերությանը, որի թաքնված բաժնետերը Գայանեն էր, շուկայականից շատ ցածր գնով։ Նրա կենսաթոշակը լիովին կօգտագործվեր կլինիկան վճարելու համար, որտեղ նա կմնար մեկուսացված դեղորայքի տակ։ Նրանք կկորցնեին այն ամենը, ինչ նա կառուցել էր կյանքում, իր ողջ ժառանգությունը, իր միակ ունեցվածքը։ Եվ ամենավատը, դա կանեին օրինականորեն, օգտագործելով իր սեփական ստորագրությունը լիազորագրերում փաստաթղթերում, որոնք նա ստորագրել էր, վստահելով որդուն։ Հենց այդ պահին Հեղինեն հասկացավ, որ այլս չի կարող սպասել։ Նա պետք է դուրս գար այդ տնից, պետք է արտաքին օգնություն փնտրեր, պետք է կանխեր այդ թղթեր։ Ի ստորագրումը գրանցումը։ Բայց ինչպես։ 76-ամյա տիկինը, առանց հեռախոսի, առանց գումարի, անընդհատ հսկողության տակ։ Անհնար էր թվում, բայց նա գիտեր, որ պետք է փորձեր։ Նա շտապ շշուկներով խոսեց Սիրանույշի հետ։ Տնային տնտեսուհին, արցունքն աչքերին, ասաց, որ կօգնի այն ամենում, ինչ անհրաժեշտ է։ Նրանք պլան կազմեցին։ Հաջորդ անգամ, երբ Սիրանույշը գա, մի երեքշաբթի, երբ Գայանեն բժշկի մոտ կլինի, Մարտիրոսը կաշխատի, Հեղինեն կփորձի դուրս գալ։ Սիրանույշը մի քանի օր առաջ իր մաքրման սայլի մեջ թաքցրած կբերեր անհրաժեշտ իրերով ճամպրուկ։ Նպատակը տիկին Անահիտի տունն էր, հարանուհու, ով կարծես զգում էր, որ ինչ-որ բան սխալ է։ Բայց պլանը կատարելուց առաջ Հեղինեն պետք է համոզվեր, որ Մարինեն ապահով է հետանքներից։ Աղջիկը վերջին ամիսներին շատ մոտ էր դարձել, Հեղինեն գիտեր, որ նրանք թոռնուհուն կօգտագործեն իր դեմ, եթե անհրաժեշտ լիներ։ Նա Մարինեին կանչեց այգի, խոսելու, մի պահի, երբ նրանք մենակ էին։ Ասաց աղջկան, որ երբեմն մեծահասակները սխալ բաներ են անում, մտածելով, որ դրանք ճիշտ են, որ ընտանիքները միշտ կատարյալ չեն լինում, որ կարող է միշտ ճշմարտությունն ասել, նույնիսկ երբ դժվար է։ Մարինեն, իր 8 տարեկանով տպավորիչ հուզական ինտելեկտով, խորը նայեց տատիկի աչքերին հարցրեց, թե արդյոք նա տխուր է։
Հեղինեն չկարողացավ ստել։ Ասաց, որ այո, շատ տխուր է, բայց որ կփորձի ավելի լավ անալ։ Աղջիկը նրան ամուր գրկեց շշնջաց, որ ինքն էլ է կարծում, որ ծնողները լավ չեն տատիկի հետ, որ նկատում է իրերը, որ ուզում է օգնել։ Հեղինեն զսպեց լացը, խնդրեց միայն, որ Մարինեն միշտ քաջ ազնիվ լինի։ Աղջիկը խոստացավ։ Պլանավորված երեքշաբթիին նախորդող օրերը ծայրահեղ լարվածությամբ էին անցնում։ Հեղինեն հազիվ էր քնում, գիշերներն անցկացնում էր պլանը մտքում կրկնելով, պատկերացնելով այն ամենը, ինչ կարող էր սխալ լինել։ Պարոն Հարությունը, ում Սիրանույշը տեղեկացրել էր իրավիճակի մասին, անցավ տան մոտ այգում, թաքցրեց մի զգույշ գրություն ծաղիկների մեջ։ Այնտեղ գրված էր միայն հասցե հեռախոսահամար, ուղերձով։ Վստահելի փաստաբան, անձնական ընկեր, զանգահարեք, երբ ապահով լինեք։ Հեղինեն թուղթը պահեց, կարծես ոսկի լիներ։ Գայանեն Մարտիրոսը, անտեղյակ ձևավորվող պլանից, շարունակում էին իրենց վերահսկողության մանիպուլյացիայի առօրյան։ Նրանց Հեղինեի միջ լարվածությունը շոշափելի էր։ Նրա ցանկացած խնդրանք մերժվում էր ավելի կոպիտ։ Ուտելիքը գալիս էր էլ ավելի քիչ։ Մեկուսացումը գրեթե բացարձակ էր։ Հեղինեն հասկանում էր, որ նրանք փորձում էին նրան հուզականորեն կոտրել, մինչ վերջնական պլանն իրականացնելը, նրան այնքան փխրուն դարձնել, որ նա չդիմադրեր հոսպիտալացմանը։ Երկուշաբթի օրը, պլանավորված օրվա նախօրեին, տեղի ունեցավ մի բան, որը գրեթե ամեն ինչ քանդեց։ Գայանեն առանց թակելու մտավ Հեղինեի սենյակ, սկսեց իրերը շրջել, ասելով, որ հին փաստաթուղթ է փնտրում։ Հեղինեն, սարսափած, կանգնած մնաց, դիտելով, թե ինչպես է հարսը խուզարկում զգեստապահարանը։ Բարեբախտաբար, Գայանեն չհայտնաբերեց կեղծ հատակը, որտեղ թաքցված էին օրագիրը, լուսանկարված փաստաթղթերը։ Բայց ներխուժումը պարզ դարձրեց, որ օղակը սեղմվում է, որ ցանկացած սխալ մահացո ու կլիներ։ Այդ գիշեր Հեղինեն հազիվ աչքերը փակեց։ Պառկած մթության մեջ, լսելով տան ձայները, մտածում էր այն ամենի մասին, ինչ կարող էր պատահել։ Ինչ եթե պլանը ձախողվեր։ Ինչ եթե Գայանեն դուրս չգար բժշկի մոտ։ Ինչ եթե Սիրանույշը չկարողանար հասնել։ Ինչ եթե Հարանուհին չօգներ նրան։ Ձախողման հնարավորությունները անհամար էին, բայց այլընտրանքը ընդունելն էր այն ճակատագիրը, որը նրանք գծել էին նրա համար։ Հոսպիտալացվել, ամեն ինչ կորցնել, դանդաղորեն անհետանալ մի կլինիկայում, որտեղ ոչ ոք չէր ճանաչի նրան։ Երբ երեքշաբթի առավոտյան Արի առաջին ճառագայթը մտավ պատուհանից, Հեղինեն վեր կացավ նորոգված վճռականությամբ։ Հագավ իր լավագույն հագուստը, զգուշորեն հարդարեց մազերը, գրպանները դրեց ամենակարևոր փաստաթղթերը, որոնք կարող էր տանել։ Զգեստապահարանի կեղծ հատակում նա թողեց օրագիրը, փաթաթված պլաստիկի մեջ, մի գրությամբ, որը բացատրում էր ամեն ինչ, եթե ինչ-որ բան պատահեր իրեն։ Դա նրա ապահովագրական քարտն էր, նրա պաշտպանության վերջին գիծը։ Նախաճաշը լարված էր։ Գայանեն նյարդային էր թվում, անընդհատ ժամացույցին նայելով։ Մարտիրոսն արդեն վաղուց դուրս էր եկել։ Մարինեն ամեն ինչ դիտում էր իր ուշադիր աչքերով, կարծես զգում էր, որ ինչ-որ կարևոր բան է տեղի ունենալու։ Ռուբենը, ինչպես միշտ անտարբեր, արագ կերավ, փակվեց սենյակում։ Հեղինեն ստիպեց իրեն մի կտոր հաց ուտել, նույնիսկ անհանգստությունից փակված ստամոքսով։ Նրան ուժեր էին պետք այն բանի համար, ինչ սպասվում էր։ Երբ Գայանեն վերջապես դուրս եկավ բժշկի մոտ, Ռուբենին իր հետ տանելով, Հեղինեն զգաց, թե ինչպես է սիրտը թրջում։ Մարինեն դպրոցում էր։ Հիմա կամ երբեք։ Սիրանույշը պետք է 1 ժամից գար։ Հեղինեն գնաց այգի, դիպչեց այն ծաղիկներին, որոնց այդքան սիրում էր, լուր հրաժեշտ տալով այն ապաստանին, որը կառուցել էր։ Նա չգիտեր, թե արդյոք կրկին կտեսներ դրանք, բայց գիտեր, որ պետք է փորձեր ազատ լինել, նույնիսկ եթե գինը բարձր լիներ։ Նա խորը շունչ քաշեց, նայեց գարնան կապույտ երկնքին, որոշեց, որ իր պատմությունը որպես զով չի ավարտվի։ Նա կպայքարեր մինչ վերջ, ինչ գնով էլ լիներ։ Հեղինեն նստած էր անկողնու եզրին, ձեռքերը դողում էին, երբ լսեց զանգի ձայնը։ Դա Սիրանույշն էր։ Սիրտը գրեթե դուրս թռավ բերանից, երբ նա քայլեց դեպի մուտքի դուռը, բացեց այն տնային տնտեսուհու համար, ով ներս մտավ իր մաքրման սայլով, ինչպես միշտ էր անում, բայց մի ինտենսիվ հայացքով, որն ասում էր, որ պլանը շարժման մեջ է։ Նրանք միմյանց նայեցին մի վայրկյան, որը հավերժ թվաց, մի լուր հաղորդակցություն անցավ նրանց միջ։ Ժամանակն էր։ Սիրանույշը անմիջապես գործի անցավ, սկսելով խոհանոցից, մինչ Հեղինեն վերադարձավ։
Սենյակ, իր պատրաստած փոքրիկ պայուսակը վերցնելու։ Ներսում էին ամենակարևոր փաստաթղթերը, որոնք կարողացել էր հավաքել մի քանի զգուշորեն ծալված հագուստ, ամուսնու լուսանկարը, որը պահել էր այդ բոլոր տարիներին, այն հասցեն, որը պարոն Հարությունն էր թողել։ Նրա ձեռքերը այնքան էին դողում, որ ստիպված էր մի քանի անգամ խորը շունչ քաշել, հանգստանալու համար։ Հիմա չէր կարող սխալվել, ոչինչից հետո։ 15 րոպե անցավ լուռ տանջանքով։ Սիրանույշը մեթոդաբար մաքրում էր, միշտ աչքը պատուհանին, հսկելով փողոցը։ Նրանք պետք է համոզվեին, որ Գայանեն անսպասելիորեն չէր վերադառնա։ Հեղինեն սպասում էր սենյակում, սիրտը այնքան ուժեղ բաբախելով, որ վստահ էր, որ հարանները կարող էին լսել։ Յուրաքանչյուր վայրկյան ժամ էր թվում, փողոցի յուրաքանչյուր աղմուկ ստիպում էր նրան ցատկել վախից։ Վերջապես, Սիրանույշը հայտնվեց սենյակի դռան մոտ գլխով արեց։ Ամեն ինչ մաքուր էր։ Հիմա էր։ Հեղինեն վեր կացավ, վերցրեց պայուսակը, հետեց տնային տնտեսուհուն մինչ հետնամասի դուռը, նույնը, որը տանում էր այգի։ Սիրանույշը ամեն ինչ զգուշորեն պլանավոր ել էր։ Արջից դուրս գալու փոխարեն, որտեղ հետաքրքրասեր հարանները կարող էին տեսնել, հետո մեկնաբանել, նրանք դուրս կգային հետնամասից, անցնելով տների միջ ընկած նեղ անցուղիով, որը տանում էր դեպի հետի փողոց։ Ճանապարհը դժվար էր Հեղինեի տարիքի մարդու համար։ Կար աղբ, հատակը անհարթ էր, որոշ բույսեր ներխուժում էին տարածք, անցուղին էլ ավելի նեղ դարձնելով։ Հեղինեն ամուր բռնած էր Սիրանույշի ձեռքից, զգուշորեն մի ոտքը մյուսի առջ դնելով, դժվարությամբ շնչելով։ Պայուսակը տոննաներ էր կշռում, թվում էր։ Նրա միտքը բղավում էր վերադառնալու համար, որ դա խելագարություն էր, որ դա վտանգավոր էր, բայց նրա սիրտը առաջ էր մղում նրան։ Հիմա չէր կարող հանձնվել։ Երբ վերջապես հասան հետի փողոց, Հեղինեն զգաց, թե ինչպես են ոտքերը գրեթե զիջում թեթացումից վախից։ Նրանք հիմա բացահայտված էին, ցանկացած մեկը կարող էր տեսնել նրանց։ Սիրանույշը ամուր բռնեց նրան, նրանք սկսեցին քայլել դանդաղ, բայց անընդհատ դեպի տիկին Անահիտի տունը, որը գտնվում էր 3 թաղամաս այն կողմ։ Յուրաքանչյուր քայլ հաղթանակ էր, յուրաքանչյուր անցած մետր նվաճու։ Էր։ Հեղինեն մեկ անգամ հետ նայեց, տեսնելով Մարտիրոսի տան տանիքը հեռանալիս, զգաց ազատության ցավի խառնված զգացում։ Քայլելը հավերժություն թվաց։ Գարնանային արը տաք էր, Հեղինեն զգում էր քրտինքը մեջքով հոսելիս, նրա շնչառությունը ծանր էր։ Սիրանույշը նրան քաջալերում էր մեղմ խոսքերով, ասելով, որ գրեթե հասել են, որ ամեն ինչ լավ կլինի։ Նրանք անցան փողոցում մի քանի մարդկանց կողքով, ովքեր հետաքրքրությամբ նայում էին նրանց, բայց ոչ ոք չկանգնեց ոչինչ հարցնելու։ Պարզապես երկու կին քայլում էին մի սովորական առավոտ։ Երբ վերջապես հասան տիկին Անահիտի տան դիմաց, Հեղինեն մի պահ երկմտեց։ Ինչ եթե Հարանուհին չօգներ նրան։ Ինչ եթե մտածեր, որ նա խելագար է, որ ամեն ինչ ծերամիտ կնոջ երակայությունը։ Ինչ եթե Մարտիրոսին կանչեր նրան վերցնելու։ Սիրանույշը նկատեց կասկածը, քնքշորեն սեղմեց նրա ձեռքը, ասելով, որ պետք է վստահեր, որ այլ ճանապարհ չկար։ Հեղինեն խորը շունչ քաշեց, զանգահարեց։ Տիկին Անահիտը բացեց դուռը, նրա արտահայտությունը անմիջապես փոխվեց, տեսնելով Հեղինեին այնտեղ, ակնհայտորեն ցնցված, հենված։ Սիրանույշին։ Առանց հարցեր տալու, նա ամբողջությամբ բացեց դուռը, ասաց արագ ներս մտնել։ Նա Հեղինեին տարավ հյուրասենյակ, օգնեց նրան նստել բազմոցին, ջուր բերեց։ Միայն այդ ժամանակ նա հարցրեց, թե ինչ է կատարվում։ Եվ Հեղինեն, առաջին անգամ ամիսներ շարունակ, ամեն ինչ պատմեց։ Խոսքերը դուրս էին գալիս շտապելով արցունքների հեկեկոցների միջով, ամբողջ պատմությունը, որդու տուն գալուց մինչ հոսպիտալացման տան վաճառքի պլանը։ Տիկին Անահիտը լուռ լսում էր, դեմքը ավելի ու ավելի լուրջ դառնալով։ Երբ Հեղինեն ավարտեց, Հարանուհին բռնեց նրա ձեռքերը, ասաց, որ հավատում է նրան, որ արդեն նկատել էր, որ ինչ-որ բան սխալ է, որ բազմիցս ցանկացել էր միջամտել, բայց չգիտեր, թե ինչպես։ Սիրանույշը ցույց տվեց իր արած փաստաթղթերի լուսանկարները, այն ապացույցները, որոնք Հեղինեն հավաքել էր։ Տիկին Անահիտը ամեն ինչ ուշադիր դիտեց, ապա վերցրեց հեռախոսը, ասելով, որ անհապաղ իրավական օգնության կարիք ունեն։ Հենց այդ ժամանակ Հեղինեն հիշեց այն թուղթը, որը պարոն Հարությունն էր թողել։ Նա դողացող ձեռքերով հանեց այն պայուսակից, տվեց տիկին Անահիտին։ Հարանուհին հավաքեց համարը, արագ բացատրելով իրավիճակը, հեռախոսը փոխանցեց Հեղինեին։
Գծի մյուս ծայրում մի կին ձայն հաստատուն վճռական ներկայացավ որպես փաստաբան Ռուզաննա Մանուկյան, տարեցների իրավունքների մասնագետ։ Ասաց, որ պարոն Հարությունն արդեն կապվել է իր հետ, բացատրելով գործը, որ սպասում էր զանգին, որ անմիջապես կգործեն։ Մի նույն ժամանակ Մարտիրոսի տանը Գայանեն բժշկի մոտից վերադարձավ սպասվածից շուտ։ Բժիշկը վերջին պահին չեղարկել էր հանդիպումը, նա որոշել էր վերադառնալ։ Նա մուտքի դռնից ներս մտավ, կանչելով Հեղինեին, ասելով, որ նրան պետք է ստորագրել իր բերած որոշ թղթեր։ Տան լռությունը անհանգստացրեց նրան։ Նա նորից կանչեց, ավելի բարձր։ Ոչինչ։ Նա գնաց հետնամասի սենյակ, այն դատարկ գտավ։ Անկողինը հավաքված էր, մի քանի դարակ բաց էին, այն պայուսակը, որը Հեղինեն միշտ թողնում էր անկյունում, անհետացել էր։ Խուճապը տիրեց Գայանեին։ Նա վազեց տան շուրջը, փնտրելով, ստուգելով յուրաքանչյուր սենյակ։ Վերցրեց բջջային հեռախոսը, կատաղիորեն զանգահարեց Մարտիրոսին, ով հանդիպման մեջ էր։ Ասաց, որ իր մայրը անհետացել է, որ ոչ մի տեղ չկա, որ նա պետք է անմիջապես վերադառնա։ Մարտիրոսը, սկզբում զայրացած ընդհատումից, ահազանգեց։ Ասաց, որ 20 րոպեից կհասնի։ Սպասելիս Գայանենს մեկ անգամ խուզարկեց Հեղինեի սենյակը, փնտրելով հուշումներ։ Հենց այդ ժամանակ զգեստապահարանը տեղաշարժելիս ստուգելու համար, թե արդյոք ինչ-որ բան կար հետում, նա հայտնաբերեց կեղծ հատակը։ Ներսում օրագիրն էր։ Դողացող ձեռքերով Գայանեն բացեց այն, սկսեց կարդալ։ Յուրաքանչյուր էջից նրա դեմքը ավելի գունատ էր դառնում։ Այնտեղ ամեն ինչ կար, յուրաքանչյուր նվաստացում, յուրաքանչյուր բռնություն, յուրաքանչյուր պլան, որը նրանք կազմել էին փաստաթղթավորված ամսաթվերով, ժամերով, ճշգրիտ մանրամասներով։ Հեղինեն ամեն ինչ գրանցել էր, կառուցել էր մի ամբողջական գործ նրանց դեմ։ Մարտիրոսը հասավ րոպեներ անց, դռնից ներս մտնելով որպես փոթորիկ։ Գայանեն ցույց տվեց նրան օրագիրը, նրանք միասին կարդացին, սարսափն ու վախը աճում էին յուրաքանչյուր տողից։ Նրանք անմիջապես հասկացան իրավիճակի լրջությունը։ Եթե Հեղինեն դրանով հասներ իշխանություններին, եթե կար ողանար ապացուցել այն ամենը, ինչ գրված էր այնտեղ, նրանք լուրջ խնդիրների մեջ կհայտնվեին։ Նրանք ոչ միայն կկորցնեին իրենց վերահսկողությունը նրա ունեցվածքի վրա, այլ կարող էին բախվել լուրջ իրավական հետանքների։ Նրանք սկսեցին զանգահարել հիվանդանոցներ, ոստիկանություն, ասելով, որ մի տարեց շփոթված տիկին տնից դուրս է եկել առանց հսկողության։ Նրանք պատմություն հորինեցին, որ Հեղինեն տառապում է դեմենցիայից, որ կարող է վնասել իրեն, որ նրանք հուսահատորեն փնտրում են նրան։ Մարտիրոսը զանգահարեց ազդեցություն ունեցող ծանոթներին, փորձելով մոբիլիզացնել ռեսուրսներ։ Գայանեն սկսեց ջնջել փոխզիջող էլեկտրոնային նամակներ, թաքցնել փաստաթղթեր, որոնք կարող էին մեղադրել նրանց։ Բայց արդեն ուշ էր։ Տիկին Անահիտի տանը փաստաբան Ռուզաննան արդեն հասել էր պարոն Հարությունի հետ։ Փաստաբանը 40-ից անց կին հաստատուն կեցվածքով վճռական հայացքով կրկին լսեց Հեղինեի ամբողջ պատմությունը, հիմա տալով կոնկրետ հարցեր, գրառելով յուրաքանչյուր մանրուք։ Նա ուսումնասիրեց փաստաթղթերի լուսանկարները, կարդաց օրագրի հատվածներ, որոնք Հեղինեն արտագրել էր, հաստատեց, որ իրավական գործողության համար ամուր հիմք կար։ Պարոն Հարությունը իր տասնամյակների փորձով որպես քննիչ բացատրեց հաջորդ քայլերը։ Նախ, նրանց պետք էր շտապ պաշտպանական միջոց ապահովելու համար, որ Հեղինեն չստիպվի վերադառնալ այդ տուն։ Երկրորդ, նրանց պետք է սառեցնել նրա ունեցվածքի հետ կապված ցանկացած գործարքի փորձ։ Երրորդ, նրանց պետք էր հավաքել բոլոր հնարավոր ապացույցները, վկաները։ Փաստաբան Ռուզաննան արդեն կազմում էր անհրաժեշտ փաստաթղթերը իր նոութբուքով, աշխատելով տպավորիչ արագությամբ։ Մարինեն դպրոցից վերադարձավ, տատիկին տանը չգտնելով, սրտի կսկիծ զգաց։ Նա փնտրեց սենյակներով, կանչելով մինչ Գայանեն հայտնվեց, լարված արտահայտությամբ, ասաց, որ տատիկը դուրս է եկել, իրենք փնտրում են։ Աղջիկը, իր սուր ընկալումով, հասկացավ, որ ավելի մեծ բան է կատարվում։ Նա բարձրացավ սենյակ պատուհանից, տեսավ ծնողներին, այգում խոսելիս, շարժումներ անելով։ Նա որոշեց, որ պետք է իմանար ճշմարտությունը։ Տիկին Անահիտի տանը Հեղինեն սկսում էր զգալ այն ամենի ծանրությունը, ինչ տեղի էր ունեցել։ Փախուստի ադրենալինը անցնում էր, դրա փոխարեն գալիս էր խորը հոգնածություն, խառնված թեթացման հետ։ Տիկին Անահիտը թեյ պատրաստեց, պնդեց, որ նա մի փոքր հանգստանա, մինչ փաստաբանը ավարտում էր փաստաթղթերը։
Հեղինեն պառկեց հյուրասենյակի բազմոցին ծածկված փափուկ ծածկոցով, առաջին անգամ ամիսներ շարունակ քնեց առանց վախի, առանց բանտարկյալի զգացողության։ Երբ նա արթնացավ մի քանի ժամ անց, արդեն երեկո էր։ Փաստաբան Ռուզաննան հեռախոսով խոսում էր ճանաչված դատավորի հետ, բացատրելով շտապ իրավիճակը։ Պարոն Հարություն գնացել էր ավելի շատ անհրաժեշտ փաստաթղթեր բերելու։ Սիրանույշը ստիպված էր վերադառնալ աշխատանքի, բայց խոստացել էր մատչելի լինել, վկայելու այն ամենի մասին, ինչ տեսել էր։ Տիկին Անահիտը նստեց Հեղինեի կողքին, բռնեց նրա ձեռքը, ասելով, որ նա այլս միայնակ չէ, որ հիմա մարդիկ պայքարում են նրա համար։ Հեղինեն նայեց պատուհանից, տեսավ Արի մայրամուտով նարնջագույնով ներկված երկինքը։ Նա մտածեց այն այգու մասին, որը թողել էր հետում, այն ծաղիկների մասին, որոնց այդքան սիրում էր, այն թոռների մասին, որոնց իրականում հազիվ էր ճանաչում։ Նա մտածեց այն որդու մասին, որին մեծացրել էր, ով հիմա դավաճանել էր նրան ամենադաժան ձով։ Նա ցավ զգաց, զայրույթ զգաց, բայց նա ինչ-որ նոր բան զգաց իր ներսում աճող հույս։ Առաջին անգամ երկար ժամանակվա ընթացքում նա զգում էր, որ իրական հնարավորություն ունի վերականգնելու իր կյանքը, իր արժանապատվությունը, իր պատմությունը։ Ճակատամարտը նոր էր սկսվում, բայց նա այլս միայնակ չէր պայքարում։ Շտապ պաշտպանական միջոցը տրվեց հաջորդ առավոտ։ Դատավորը, զգայունացած իրավիճակի լրջությունից, ներկայացված ապացույցներից, որոշեց, որ Հեղինեն չի կարող ստիպվել վերադառնալ որդու տուն, որ նրա ունեցվածքի հետ կապված որևէ գործարք չի կարող կատարվել, մինչ գործը պատշաճ կերպով չքննվի։ Փաստաբան Ռուզաննան հասավ տիկին Անահիտի տուն, դպիչից դեռ թարմ փաստաթղթերով, դեմքին հաղթանակի զգույշ ժպիտով։ Դա առաջին քայլն էր, բայց վճռորոշ քայլ։ Մարտիրոսը դատական ծանուցումը ստացավ կեսօրին մոտ։ Նա իր գրասենյակում էր, երբ դատական կարգադրիչը հայտնվեց։ Նա կարդաց փաստաթուղթը աճող սարսափով, ձեռքերը դողում էին, սառը քրտինքը հոսում էր ճակատից։ Այնտեղ ամեն ինչ կար՝ մոր միջոցների յուրացման, հուզականորեն անազատության մեջ պահելու, անհիմն հոսպիտալացման փորձի, փաստաթղթերի մանիպուլյացիայի մեղադրանքը։ Հեղինեն ապացույցներ էր ներկայացրել, ուներ վկաներ, կառուցել էր ամուր գործ իր Գայանեի դեմ։ Նա անմիջապես զանգահարեց կնոջը, ով արդեն ստացել էր նմանատիպ ծանուցում։ Գայանեն հիստերիկ էր գծի մյուս ծայրում, ասելով, որ դա անհեթեթություն է, որ Հեղինեն ստում է, որ իրենք պետք է անմիջապես փաստաբան վարձեն։ Մարտիրոսը զգում էր, թե ինչպես է հողը փլուզվում իր ոտքերի տակից։ Ինչպես էին հասել այդ կետին։ Ճանապարհի ինչ-որ պահի, կնոջ մանիպուլյացիաներն ընդունելու մոր տառապանքների նկատմամբ աչքերը փակելու միջ, նա լիովին կորցրել էր ուղղությունը։ Հաջորդ օրերը իրադարձությունների կատաղի հաջորդականություն էին։ Փաստաբան Ռուզաննան հաշվետվությունների հայց ներկայացրեց, պահանջելով, որ Մարտիրոսը ներկայացնի բոլոր բանկային քաղվածքները, ցույց տալով, թե ինչպես է օգտագործվել Հեղինեի կենսաթոշակի գումարը։ Նա խնդրեց վերանայել լիազորագիրը, փաստարկ ելով, որ այն ձեռք է բերվել անբարեխղճորեն։ Նա կանչեց վկաներին, Սիրանույշին, ով պատմեց այն ամենը, ինչ տեսել էր։ Պարոն Հարությունին, ով պատմեց Հեղինեի հետ ունեցած խոսակցությունների այն հուզական վիճակի մասին, որում նա գտնում էր նրան։ Հարաններին, ովքեր հաստատեցին աստիճանական մեկուսացումը։ Եվ հետո եկավ ամենաանհավանական հզոր վկան Մարինեն։ 8-ամյա աղջիկը, ով այդ ողջ ժամանակահատվածում ամեն ինչ դիտում էր իր ուշադիր աչքերով, խնդրեց խոսել դատավորի հետ։ Գայանեն փորձեց կանխել, ասելով, որ դուստրը շատ փոքր է, որ չի հասկանում իրավիճակը, բայց դատավորը որոշեց, որ երեխան պետք է լսվի պաշտպանված սենյակում, միայն հոգեբանի ներկայությամբ։ Մարինեն ամեն ինչ պատմեց։ Նա խոսեց այն մասին, թե ինչպես էին վերաբերվում տատիկին, հետնամասի խեղդող փոքրիկ սենյակի մասին, այն մասին, թե ինչպես երբեք թույլ չէին տալիս նրան մասնակցել ընտանեկան ճաշերին, այն խոսակցությունների մասին, որոնք լսում էր ծնողներից, պլանավորելով հոսպիտալացումը։ Նա խոսեց այն մասին, թե ինչպես էր մայրը միշտ ասում, որ տատիկը շփոթված է, բայց որ նա տեսնում էր, որ դա ճիշտ չէ, որ տատիկը պարզամիտ էր, պարզապես տխուր։ Նա խոսեց այգու մասին, միակ տեղը, որտեղ տեսնում էր տատիկին ժպտալիս։ Աղջկա պատմությունը, մատուցված մանկության անկեղծ ազնվությամբ, ավերիչ էր։ Երբ Գայանեն իմացավ դստեր ցմունքի մասին, խուճապի մատնվեց։ Նա փորձեց խոսել Մարինեի հետ, հարցականի տակ դնել այն, ինչ նա ասել էր, բայց աղջիկը կյանքում առաջին անգամ դիմակայեց մորը։ Ասաց, որ ճշմարտությունն է ասել, որ այն, ինչ անում էին տատիկի հետ, սխալ էր, որ ինքը չի ստի, ոչ ոքի պաշտպանելու համար։
Գայանեն փորձեց պատժել նրան, բայց Մարտիրոսը առաջին անգամ երկար ժամանակվա ընթացքում միջամտեց։ Ասաց կնոջը դադարել, որ արդեն բավական վնաս էին հասցրել։ Տան իրավիճակը դարձավ անտանելի։ Ռուբենը, ով մինչ այդ անտարբեր էր մնացել, սկսեց հարցեր տալ։ Նա ուզում էր իմանալ, թե ինչու էր տատիկը փախել, ինչու դատական գործ կար, իրականում ինչ էր պատահել։ Մարտիրոսը փորձեց բացատրել խուսափողական պատասխաններով, բայց դեռահաս որդին հիմար չէր։ Նա սկսեց կտորները միացնել, հիշել իր տեսած իրավիճակները, որոնց նշանակություն չէր տվել։ Այն ձ, թե ինչպես էր մայրը խոսում տատիկի մասին, հետնամասի փոքրիկ սենյակը, առանձին ճաշերը։ Նա ամոթ զգաց, որ նախկինում չէր նկատել։ Մինույն ժամանակ Հեղինեն վերակառուցում էր իր կյանքը տիկին Անահիտի հյուրընկալ տանիքի տակ։ Հա։ Ռանուհին պնդել էր, որ նա մնա, մինչ ամեն ինչ կլուծվի, Հեղինեն երախտագիտությամբ ընդունել էր։ Առաջին անգամ ամիսներ շարունակ նա քնում էր հարմարավետ անկողնում, ուտում տաք առատ ճաշեր, խոսում մեկի հետ, ով իսկապես լսում էր նրան։ Տիկին Անահիտը դարձել էր ավելին, քան դաշնակից, դարձել էր իսկական ընկերուհի։ Պարոն Հարությունը հաճախ էր այցելում, միշտ նորություններ բերելով դատավարության մասին։ Նա բացատրում էր յուրաքանչյուր իրավական քայլ, թե ինչ էր կատարվում, ինչ սպասել։ Իր տասնամյակների փորձով, բարդ գործերի հետ գործ ունենալիս, նա ապահով ուղեցույց էր դատական լաբիրինթոսում։ Հեղինեն լիովին վստահում էր նրան, ինչպես նա վստահում էր փաստաբան Ռուզաննային, ով պայքարում էր նրա համար տպավորիչ կատաղությամբ։ Հաշվետվությունների գործընթացը բացահայտեց այն, ինչ Հեղինեն արդեն կասկածում էր, միջոցների համակարգված շեղում։ Մարտիրոսը ներկայացրեց անդորրագրեր հաշիվներ, բայց շատերը ակնհայտորեն կեղծ էին կամ չափազանցված։ Էլեկտրաէներգիայի հաշիվը, որը ենթադրաբար Հեղինեն այդքան էր բարձրացրել, չէր համապատասխանում իրական սպառմանը։ Թանկարժեք դեղերը, որոնք նրանք պնդում էին, որ գնում էին նրա համար, երբեք որևէ բժշկի կողմից չէին նշանակվել։ Սննդի ծախսերը անհնար էին մեկ մարդու համար։ Խաբեությունը փլուզվում էր էջ առ էջ։ Հետաքննությունը նա բացահայտեց Գայանեի կապը այն ընկերության հետ, որը պետք է գներ Հեղինեի տունը։ Դա մանրակրկիտ պլանավորված խարդախություն էր։ Նրանք կգնեին անշարժ գույքը աննշան գնով, օգտագործելով Հեղինեի ստորագրած լիազորագիրը, ապա կվերավաճառեին իրական գնով, տարբերությունը գրպանելով։ Սխեման հնարամիտ էր, բայց հիմա բացահայտված լինելով, այն նահանցավոր էր։ Փաստաբան Ռուզաննան դիմեց դատախազություն, որը սկսեց իր սեփական հետաքննությունը։ Մարտիրոսին կանչեցին ցուցմունք տալու։ Նստած ոստիկանության բաժանմունքի սառը սենյակում, պատասխանելով անողոք դատախազի հարցերին, վերջապես հասկացավ իր արածի մասշտաբը։ Այլս գումարի կամ հարմարավետության մասին չէր։ Նա դավաճանել էր մորը, այն կնոջը, ով միայնակ էր մեծացրել նրան հոր մահից հետո, ով քրտնաջան աշխատել էր նրան կրթություն տալու համար, ով միշտ անվերապահորեն սիրել էր նրան։ Եվ նա հատուցել էր դա դաժանությամբ, ագահությամբ։ Արցունքները եկան, բայց արդեն ուշ էր։ Գայանեն, մյուս կողմից, մնում էր մարտահրավեր նետող։ Նա թանկ փաստաբան վարձեց, ով փորձում էր որակազրկել վկաներին, հարցականի տակ դնել ապացույցները, պնդել, որ ամեն ինչ թյուրիմացություն էր։ Ասում էր, որ լավ են խնամել Հեղինեին, որ սենյակը ժամանակավոր է։ Որ ֆինանսները թափանցիկ էին կառավարվում։ Բայց յուրաքանչյուր փաստարկ քանդվում էր կոնկրետ ապացույցներով, Հեղինեի օրագիրը, փաստաթղթերի լուսանկարները, հետողական վկայությունները, Մարինեի ավերիչ ցուցմունքը։ Շրջադարձային կետը եկավ, երբ դատավորը տանը փորձաքննություն նշանակեց։ Փորձագետները այցելեցին անշարժ գույքը, ամեն ինչ փաստաթղթավորեցին, հետնամասի մանր ու խեղդող սենյակը, անկայուն կահույքը, Հեղինեի անձնական իրերի բացակայությունը, ցնցող հակադրությունը տան մնացած մասի հետ։ Նրանք հարցազրույց վերցրեցին հարաններից, ովքեր հաստատեցին, որ երբեք չեն տեսել Հեղինեին մասնակցելու ընտանեկան գործունեությանը։ Փորձաքննական եզրակացությունը վերջնական էր։ Կային անտեսման միտումնավոր մեկուսացման հստակ նշաններ։ Սիրանույշը նա պաշտոնական ցուցմունք տվեց, մանրամասն նկարագրելով այն, ինչ տեսել էր ամիսներ շարունակ այդ տանը աշխատելիս։ Նա խոսեց այն մասին, թե ինչպես էին վերաբերվում Հեղինեին, այն խոսակցությունների մասին, որոնք լսել էր, այն փաստաթղթերի մասին, որոնք գտել էր։ Նրա ցուցմունքը, որը հաստատվում էր հարանության այլ տնային տնտեսուհիների հետ փոխանակված տեքստային հաղորդագրություններով, իրավիճակի մասին մեկնաբանություններով, ապացույցներից մեկ ամուր շերտ ավելացրեց։ Մարտիրոսի Գայանեի վրա ճնշումն ավելանում էր ամեն օր։
Ընկերները սկսեցին հեռանալ, հարանները նրանց նայում էին դատապարտող հայացքով, գործը սկսեց արտահոսել տեղական մամուլ։ Դիլիջանի թերթի քաղաքային բաժնում հոդված էր պատմում մի տարեց կնոջ պատմությունը, ով փախել էր իր սեփական ընտանիքում շահագործման իրավիճակից։ Թե անուններ չէին նշվում իրավական հարցերի պատճառով, բոլորը հարանությունում գիտեին, թե ում մասին է խոսքը։ Հենց այդ ժամանակ Մարտիրոսը, ընդդեմ Գայանեի կամքի, խնդրեց հանդիպել մոր հ. Փաստաբան Ռուզաննան սկզբում խորհուրդ տվեց դեմ, բայց Հեղինեն, շատ մտածելուց հետո համաձայնեց։ Հանդիպումը նշանակվեց Չեզոք վայրում, Դիլիջանի կենտրոնում գտնվող սրճարանում, փաստաբանի ներկայությամբ։ Մարտիրոսը եկավ գլխիկոր, 10 տարով ծերացած մի քանի շաբաթում։ Նա նստեց մոր դիմաց երկար պահ չկարողացավ խոսել։ Երբ վերջապես բառեր գտավ, դուրս եկավ լացով ընդհատված ներողություն։ Ասաց, որ արդարացում չունի, որ կորցրել է իրեն, որ թույլ է տվել ագահությանը Գայանեի ազդեցությանը կուրացնել իրեն։ Որ հետ էր նայում չէր ճանաչում այն մարդուն, որը դարձել էր։ Որ դավաճանել էր այն ամենը, ինչ նա սովորեցրել էր իրեն։ Հեղինեն լուռ լսում էր, արցունքները դեմքով հոսելիս, բայց ոչինչ չասաց։ Դեռ ոչ։ Ցավը չափազանց խորն էր, դավաճանությունը չափազանց մեծ։ Նա վեր կացավ դուրս եկավ սրճարանից, թողնելով որդուն միայնակ իր զղջման հետ։ Այդ գիշեր, տիկին Անահիտի տանը, Հեղինեն նստեց այն փոքրիկ այգում, որը հյուրընկալողն էր պահում, մտածեց ներման մասին։ Արդյոք նա մի օր կկարողանար ներել որդուն։ Արդյոք պետք է։ Զայրույթը դեռ այրում էր նրա կրծքին, բայց կար նա հիշողությունը այն տղայի մասին, որ նա եղել էր, այն կեսօրների մասին, որոնք միասին էին անցկացրել, այն սիրո մասին, որը մի օր գոյություն ուներ նրանց մեջ։ Նա պատասխաններ չուներ, միայն հարցեր մի ցավ, որը անընդհատ ցավում էր։ Ժամանակը ցույց կտա, թե արդյոք տեղ կլինի հաշտության համար, թե արդյոք այդ խզումը վերջնական կլինի։ 6 ամիս էր անցել Հեղինեի փախուստից։ Ձմեռը կրկին եկել էր Դիլիջան, բայց այս անգամ նա դիմակայում էր դրան տաքուկ, ապահով, ազատ։ Դատական որոշումը բարենպաստ էր բոլոր առումներով։ Խարտախ լիազորագիրը չեղարկվեց, նրա կենսաթոշակի վերահսկողությունը լիովին վերադարձավ նրա ձեռքերին, նրա տունը, այն, ինչ նա գրեթե կորցրել էր, վերադարձվեց նրան, բոլոր իրավունքները վերականգնված։ Մարտիրոսը ստիպված էր վերադարձնել յուրաքանչյուր շեղված կոպեկը, տոկոսներով, ճշգրտումներով։ Գայանեն դեռ բախվում էր խարդախության հետաքննությունների հետ, որոնք կարող էին հանգեցնել ավելի լուրջ հետանքների։ Հեղինեն, սակայն, անմիջապես չվերադարձավ իր հին տուն։ Նրան ժամանակ էր պետք, տարածություն, բուժելու այն խորը վերքերը, որոնք բացվել էին։ Տիկին Անահիտը շարունակեց հյուրընկալել նրան, երկու տիկինները խորը ընկերություն զարգացրեցին, հիմնված փոխադարձ հարգանքի անկեղծ սիրո վրա։ Նրանք կեսօրներն անցկացնում էին այգում զրուցելով, բաղադրատոմսեր փոխանակելով, միասին սերիալներ դիտելով, պարզապես վայելելով միմյանց ընկերակցությունը։ Դա այն տեսակի շփումն էր, որը Հեղինեն պատկերացնում էր ունենալ որդու ընտանիքի հետ, բայց որը գտավ մի անծանոթուհու մոտ, ով քույր դարձավ։ Հեղինեի պատմությունը, սակայն, չմնաց միայն դատական տիրու։ Ի թում լրագրողը, ով գրել էր առաջին հոդվածը տեղական թերթի համար, հետաքրքրված էր գործով։ Դատավճռից հետո Հեղինեի թույլտվությամբ նա ամբողջական հոդված պատրաստեց, պատմելով ամբողջ պատմությունը, հույսերով լի տեղափոխությունից մինչ Քաջարի փախուստը։ Հոդվածը, որը հրապարակվեց Կիրակնօրյա հրատարակությունում, մեծ աղմուկ բարձրացրեց։ Տասնյակ մարդիկ կապվեցին թերթի հետ, պատմելով նմանատիպ իրավիճակների մասին, օգնություն խնդրելով, աջակցություն առաջարկելով։ Հենց փաստաբան Ռուզաննան ուներ գաղափարը։ Նա Հեղինեի մոտ եկավ մի առաջարկով։ Ինչ եթե նրանք օգտագործեին այդ ուշադրությունը, այդ մոբիլիզացիան ավելի մեծ բան ստեղծելու համար։ Աջակցության կենտրոն խոցելի տարեցների համար, մի վայր, որտեղ նրանք կարող էին գտնել հյուրընկալություն, իրավական խորհրդատվություն, հոգեբանական աջակցություն։ Հեղինեն լսեց առաջարկը սիրտը արագացած։ Դա կլիներ իր ցավը նպատակի վերածելու, իր փորձը մյուսներին օգնելու միջոց, ովքեր տառապում էին լուռ։ Տիկին Անահիտի տունը, որը մեծ էր, ուներ մի քանի դատարկ սենյակներ, երեխաների հեռանալուց հետո առաջարկվեց որպես նախագծի վայր։ Հեղինեն ներդրեց իր վերականգնած գումարի մի մասը, փաստաբան Ռուզաննան անվճար առաջարկեց իր իրավական ծառայությունները, պարոն Հարությունն խոստացավ օգնել անվտանգության կողմնորոշման հարցերում։ Ցիրանույշը միացավ թիմին որպես հյուրընկալության համակարգող։ Այն, ինչ սկսվեց որպես գաղափար, արագորեն դարձավ շոշափելի իրականություն։
Հեղինեի աջակցության կենտրոնը, ինչպես այն անվանվեց, իր դռները բացեց մի գարնանային առավոտ։ Տունը հարմարեցվեց մինչ 6 տարեցների ժամանակավորապես ընդունելու համար, մինչ դրանց իրավիճակները լուծվում էին։ Կար մի սենյակ իրավական խորհրդատվության համար, մեկ ուրիշը՝ հոգեբանական աջակցության համայնքային խոհանոց, որտեղ բոլորը մասնակցում էին ճաշերի պատրաստմանը։ Եվ հետնամասում Հեղինեն ստեղծեց կոլեկտիվ այգի, որտեղ բույսերը մշակվում էին բոլորի կողմից, վերածննդի հույսի խորհրդանիշ։ Առաջին մարդիկ եկան ամոթխած, իրենց հետ բերելով Հեղինեի պատմությանը նման պատմություններ։ 80-ամյա մի տիկին, ում քեռիները վտարում էին, ովքեր ուզում էին նրա բնակարանը։ Մի այրի տղամարդ, ում երեխաները համոզել էին փոխանցել իրենց բոլոր ունեցվածքը, հիմա անտեսում էին նրան։ Մի կին, ում չափազանց շատ էին դեղորայք տալիս, անկարող թվալու համար։ Յուրաքանչյուր պատմություն սիրտ էր կոտրում, բայց նա ամրապնդում էր բոլորի վճռականությունը այնտեղ, պայքարելու, թույլ չտալու, որ այդ բռնությունները մնան անտեսանելի։ Հեղինեն իրեն բնական առաջնորդ հայտնաբերեց։ Նա ժամեր էր անցկացնում յուրաքանչյուր եկող մարդու հետ զրուցելով, լսելով նրանց պատմությունները, առաջարկելով մխիթարություն նրանից, ով անցել էր նույնի միջով։ Նրա փորձը նրան իմաստուն էր դարձրել, ի վիճակի լինելով ճանաչել մանիպուլյացիայի նշանները, բռնության օրինաչափությունները։ Նա ուղղորդում էր, խորհուրդ էր տալիս, բայց առաջին հերթին առաջարկում էր այն, ինչ իրենից այդքան ժամանակ զրկված էր եղել, արժանապատվություն հարգանք։ Կենտրոնի մասին լուրը տարածվեց։ Սկսեցին նվիրատվություններ գալ, համերաշխ թոշակառուների փոքր գումարներից մինչ տեղական ընկերությունների ավելի մեծ ներդրումներ, զգայունացած գործի նկատմամբ։ Հայտնվեցին կամավորներ, առաջարկելով ժամանակ հմտություններ։ Մի բժիշկ պատրաստակամություն հայտնեց շաբաթական անվճար բուժզնումներ անել։ Մի հոգեբան սկսեց շաբաթական 3 անգամ գալ։ Նախագիծը աճում էր, ձեր ստանում, դառնում էր շատ ավելին, քան որը մեկը ի սկզբանե պատկերացնում էր։ Մարինեն հաճախ էր այցելում տատիկին։ Աղջիկը, ով հիմա 9 տարեկան էր, մոտ հարաբերություններ էր պահպանում Հեղինեի հետ, ամեն շաբաթ այցելելով նրան։ Նա օգնում էր այգում, խոսում էր այլ տարեցների հետ, արժեքավոր դասեր էր սովորում կարեկցանքի արդարության մասին։ Տատիկի թոռնուհու միջ կապը ամրապնդված ճշմարտությամբ Մարինեի քաջությամբ վկայելու անխախտելի էր։ Հեղինեն նրա մեջ տեսնում էր հույս, որ հաջորդ սերունդը տարբեր կլինի, ավելի ուշադիր, ավելի կարեկցող։ Ռուբենը, ավագ թոռը, ավելի շատ ժամանակ պահանջեց ամեն ինչ մարսելու համար։ Դեռահասությունը բավականաչափ խառնաշփոթ էր, առանց ավելացնելու այն բացահայտումը, որ նրա ծնողները սարսափելի արարքներ էին կատարել իրենց սեփական տատիկի դեմ։ Բայց ժամանակի ընթացքում նա էլ սկսեց այցելել Հեղինեին։ Սկզբում խոսակցությունները դժվար էին, լի անհարմար լռություններով, բայց աստիճանաբար նրանք ճանապարհ գտան։ Հեղինեն երբեք վատ չխոսեց ծնողների մասին նրա հետ, պարզապես պատմեց իր ճշմարտությունը, թույլ տվեց տղային իր սեփական եզրակացություններն անել։ Ինչ վերաբերում է Մարտիրոսին, իրավիճակը մնում էր բարդ։ Ամիսների լռությունից հետո նա սկսեց նամակներ ուղարկել Հեղինեին։ Նա պատասխան չէր սպասում, պարզապես գրում էր, ներողություն խնդրելով բոլոր հնարավոր ձերով, պատմելով իր սկսած թերապիայի մասին, այն մասին, թե ինչպես էր փորձում վերակառուցել իրեն որպես մարդ։ Գայանեն ամուսնալուծություն էր խնդրել, երբ պարզ դարձավ, որ Մարտիրոսը չի պաշտպանի իրեն հետաքննություններում, իր հետ տանելով ամուսնական ունեցվածքի մի մասը։ Նա հիմա միայնակ էր, բախվելով իր ընտրությունների հետանքներին։ Հեղինեն կարդում էր յուրաքանչյուր նամակը, բայց չէր պատասխանում։ Դեռ ոչ։ Վերքը չափազանց խորն էր, դավաճանությունը չափազանց մեծ։ Բայց նա պահում էր նամակները մի արկղում, դա ինքնին արդեն ինչ-որ բան էր։ Հնարավոր է դա նշանակում էր, որ իր ներսում ինչ-որ տեղ գոյություն ուներ ներման հնարավորություն։ Ոչ թե մոռացության, երբեք մոռացության, բայց հնարավոր է, ի վերջո, հաշտության ինչ-որ կամ հնարավոր է ոչ։ Եվ ամեն ինչ լավ էր։ Հեղինեն սովորել էր, որ որոշ վերքեր լիովին չեն սպիանում, պետք էլ չէ։ Կարորն առաջ շարժվելն էր։ Իր փախուստից 1 տարի անց Հեղինեի աջակցության կենտրոնը լիովին հաստատվել էր։ Այն օգնել էր ավելի քան 20 տարեցների վերականգնել իրենց ինքնավարությունը, իրենց ունեցվածքը, իրենց արժանապատվությունը։ Որոշ պատմություններ ավարտվեցին ընտանեկան հաշտությամբ, ուրիշները՝ վերջնական բաժանում։ Ներով, բայց բոլորն ավարտվեցին նրանով, որ տարեցները վերականգնեցին իրենց սեփական կյանքի վերահսկողությունը։
Պետական մամուլը լուսաբանեց նախագիծը, այլ քաղաքներ սկսեցին կրկնօրինակել մոդելը։ Հեղինեն, հիմա 77 տարեկան, իրեն ավելի կենդանի էր զգում, քան երբևէ։ Ամեն առավոտ վաղ էր արթնանում, այլս ոչ թե միայնությունից կամ տխրությունից, այլ նպատակից։ Նա խնամում էր այգին, որը դարձել էր շքեղ բոլոր գույների վարդերով, վառ հորտենզիաներով, անուշաբույր ռեհանով։ Յուրաքանչյուր բույս մշակվում էր ձեռքերով, որոնք ճանաչում էին ցավը, բայց ընտրել էին գեղեցկություն ստեղծել։ Նա ընդունում էր այն մարդկանց, ովքեր գալիս էին կենտրոն, թեյ մխիթարական խոսքեր էր առաջարկում, ուղղորդում էր նրանց, ովքեր կորած էին նույն լաբիրինթոսում, որում ինքը մի անգամ նավարկել էր։ Կիրակի կեսօրներին, երբ կենտրոնն ավելի դատարկ էր, Հեղինեն նստում էր այգում, մի բաժակ թեյով մտորում ճանապարհի մասին։ Նա մտածում էր, թե ինչպես էր այդքան մոտ ամեն ինչ կորցնելուն, ջնջվելուն, լուռ անհետանալուն մի կլինիկայում, որտեղ ոչ ոք չէր ճանաչի նրա։ Նա մտածում էր Սիրանույշի մասին, ով ռիսկի էր դիմել իր աշխատանքը կորցնելու, նրան օգնելու համար։ Պարոն Հարությունի մասին, ով օգտագործել էր իր կապերը, ապահովելու համար, որ նրան լսեն։ Փաստաբան Ռուզաննայի մասին, ով կատաղիորեն պայքարում էր նրա համար։ Տիկին Անահիտի մասին, ով բացել էր իր տունը իր սիրտը։ Մարինեի մասին, ով քաջություն ուներ ճշմարտությունն ասելու, նույնիսկ այդքան երիտասարդ լինելով։ Եվ նա մտածում էր իր մասին, այն քաջության մասին, որը գտել էր, երբ կարծես հույս այլս չկար։ Դիմադրելու, փաստաթղթավորելու, պլանավորելու, փախչելու որոշման մասին։ Շատ մարդիկ նրան ասում էին, որ նա ոգեշնչող է, բայց Հեղինեն գիտեր, որ պարզապես արել էր այն, ինչ պետք էր անել։ Նա գոյատել էր։ Նա պայքարել էր։ Նա հաղթել էր։ Եվ հիմա օգնում էր մյուսներին անել նույնը։ Այգին ծաղկում էր նրա շուրջը, վարդերը մեղմորեն ճոճվում էին աշնանային զեփյուռում։ Հեղինեն փակեց աչքերը, խորը շունչ քաշեց, զգալով ծաղիկների բույրը, արի մեղմ ջերմությունը, այն խաղաղությունը, որը վերջապես գտել էր։ Ոչ թե ցավի բացակայությունից, ոչ թե անցի ալի մոռացությունից, այլ իր սեփական պատմության նվաճումից։ Նրա կյանքը չէր ավարտվել այն խեղդող սենյակում, մի տան հետնամասում, որտեղ նա անտեսանելի էր։ Այն նորից սկսվել էր այնտեղ, այդ այգում, այդ կենտրոնում, շրջապատված մարդկանցով, որոնց նա խնամում էր, ովքեր խնամում էին նրան։ Նա բացեց աչքերը, տեսավ Մարինեին, դարպասից մտնելիս, վազելով, նրան գրկելու, նոր նկարներ բերելով ցույց տալու։ Նա տեսավ պարոն Հարությունին այգում, ուղղորդելիս մի նոր տարեցի, թե ինչպես պատշաճ կերպով տնկել։ Նա տեսավ Սիրանույշին խոհանոցում, համայնքային ընթրիք պատրաստելիս, ծիծաղելով այն բանից, ինչ ասել էր տիկին Անահիտը։ Նա տեսավ կյանք, տեսավ հույս, տեսավ նպատակ։ Հեղինեն ժպտաց։ 77 տարեկանում նա հայտնաբերել էր, որ երբեք ուշ չէ նորից սկսելու, պայքարելու, ծաղկելու համար։ Նրա այգին, հիմա ազատության դիմադրության խորհրդանիշ, ծաղկում էր նույն ուժով, որը նա ցուցաբերել էր իր ճանապարհին։ Եվ այնտեղ, ծաղիկների մեղմ զեփյուռի մեջ, նա գտավ խաղաղություն։ Ոչ թե այն լռության հանձնվելու խաղաղությունը, որը փորձել էին նրա վրա արտադրել, այլ հաղթած պայքարի, վերականգնված արժանապատվության, վերանվաճված կյանքի խաղաղությունը։ Եվ դա, մտածեց նա, թորնուհուն գրկելիս, դա ամեն ինչ էր։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ տիկին Հեղինեի պատմությունը խորապես դիպչել է ձեր սրտերին։ Նրա ճանապարհը մեզ սովորեցնում է, որ երբեք ուշ չէ նորից սկսելու, որ արժանապատվությունն արժե պայքարել, որ միշտ հույս կա նույնիսկ ամենամութ պահերին։ Եթե դուք ճանաչում եք մեկին, ով կարող է գտնվել նմանատիպ իրավիճակում, մի լռեք։ Երբեմն մեկ ձգված ձեռքը կարող է փրկել կյանք։ Այս հուզական ճանապարհը շարունակելու համար մենք պատրաստել ենք հատուկ երկացանք, նույնքան գրավիչ պատմություններով, որոնք ուսումնասիրում են մարդկային կայունությունը մեզ կապող կապերը։ Դուք կգտնեք այն, սեղմելով այստեղ կողքին։ Եթե այս պատմությունը դիպչել է ձեզ, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին հավանել տեսանյութը։ Ամեն օր մենք բերում ենք եզակի պատմություններ, որոնք նշում են մարդկային ոգու ուժը։ Պատմեք մեզ մեկնաբանություններում։ Արդյոք դուք երբևէ ականատես եք եղել կամ գիտեք տարեցների նկատմամբ անտեսման իրավիճակների մասին։ Ինչպես կարող ենք մենք, որպես հասարակություն, ավելի լավ պաշտպանել մեր տարեցներին։ Ձեր ձայնը կարևոր է, ձեր փորձը կարող է օգնել այլ մարդկանց։ Սպասում ենք ձեզ մեկնաբանություններում, կհանդիպենք հաջորդ պատմության մեջ։ Մինչ շուտով։